Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM. Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք YouTube-ի իմ պաշտոնական ալիքին, որովհետև ձեր բաժանորդագրությունների շնորհիվ Հերմինե դիալոգ նախագիծը թռչում է ամբողջ աշխարհով։ Այդպիսով դուք ինձ օգնած կլինեք, որպեսզի նախագիծը ավելի շատ մարդիկ դիտեն։ Ինչպես նաև միացեք իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին, այնտեղ լուսանկարները եւ տեսանյութերը մշտապես թարմացվում են։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է նկարահանվում Հերմինե դիալոգ նախագիծը, ինչպես նաև մի փոքր անձնական կյանքից կտեսնեք։ Այսօր իմ տուն ռեստորանը լցված է լինելու սիրով, ջերմությամբ, համերաշխությամբ, որովհետև հյուր են լինելու Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արամոն եւ Էմմա Պետրոսյանը։ Այս զույգը իր կյանքի փորձով կարող է մեզ շատ բան սովորեցնել։ Մանրամասները քիչ անց գնամ դուռը բացեմ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Ինչ լավ քաղաքի մեջ ենք ապրում։ Այո, բայց լավ մարդիկ կան այդ քաղաքում։ Համեցեք։ Այո, ողջույն, կոմպակտ։ Լավ, հարկ ասո։ Համեցեք։ Այ ես այս հոտիպան այնքան վաղուց եմ սպասում, չեք պատկերացրել։ Որ ասում եմ, հիշում ես լուսատիտին, որ դու հյուր էիր, նվագելով եք ասում եմ, այ լուսատիտին։ Իսկ ես աղոյին որ տեսնում եմ, ես հասկանում եմ ինչքան ժամանակ։ Էմմա ջան, Արամոն ջան, շատ շնորհակալություն ինձ մոտ գալու համար։ Ես չեմ կարող պատմել ինչքան ոգևորված եմ, հուզված եմ, քիչ արին որ ես հուզվում եմ հասցրույցից առաջ, բայց այսպես մի տեսակ հոսանք կա ներսումս, որ դեռ չեմ կարողանում կառավարել ամբողջ օրը, բայց ինձ թվում է հեսա ամեն ինչ կարգի կհրավիրեմ, շատ շնորհակալություն, մերսի շատ կարգ։ Մենք էլ շնորհակալ ենք հրավերի համար, մեծ սիրով եկանք եւ վայելենք ես մի քանի ժամը միասին։ Ես ամեն ինչ անելու եմ, որ դուք մոռանաք պատերից դուրս գտնվող հոգսը։ Արդեն մոռացա։ Շարժը ռիթմը։ Ես ինչ որ Քոտանային աուրանը, որ էսա ամեն ինչ լավ հանգստություն եկավ։ Շատ շնորհակալություն։ Ես ուզում եմ դուք մի հատ ասեք, ես ինչ սիրուն բան եք ինձ համար։ Մեր հերթական ձայներից նա նաև DVD-ն է, Հերմինե ջան։ Ինքը շուտ է։ 2007 թվին է ինքը լույս աշխարհ եկել։ Ընդգրկված են նոր եւ հին երգեր եւ կարծիքներ են մեր Սամվելի շնորհիվ մեր ընկերը ով ժամանակին ուներ ակտիվություն ձայնասկավառակների եւ մենք ասում ենք բայդի մեր Սամվելը բայդի Սամվելը իր հետ միասին արեցինք եւ իր մտահղացումներ սա մեծ ջանքերի արդյունքում որտեւ լուսանկարներ կային, որոնք նույնիսկ որակապես շատ զիջում էին արդեն։ Հա, երկար ժամանակ անցավ, որ մոտ տարուկես մոտ աշխատվեց բոլոր անգլերեն թարգմանությունները մեր մասին, դե էջերով կա Էմմայի կենսագրականը իմ, հետո կարծիքներ մեր մասին, ոբշեմ, եւ ձայներիզն ու CD-ն է։ Այ բոլորը։ Բանը DVD-ն։ Ինչ հիշողություններ են, այս հիշողություններ մի փոքրիկ հատված, որտեղ դրանք շատ են։ Այո։ Սա երևի մեր վերջի, չէ, հետո Երանին է, թե սա է։ Չէ, սա է վերջին։ Այսի վերջին։ Դե սպասում ենք նորերին։ Դե հիմա ախր ինտերնետային ես դենա, հեմ ջան, որ բանա, էլ CD չգիտեմ, լսում են, թե նայում են, չեն նայում։ Այդ հիմա մի հատ հետաքրքիր ժամանակ ա եկել, երբ մարդիկ որակյալ երաժշտություն լսողները սկսել են վինիլներ են անում։ Վինիլներ են անում, ինձ թվում է, որ շատ շուտով նորից այս ձայնասկավառակները, խտասկավառակները նորից այսպես մոդա կմտնեն, հետ կա։ Եվ գիտեք, այնուամենայնիվ, եթե նույնիսկ շատ չի գործածվում, սա միևնույն պատմություն է, որը պետք է արձանագրել երգչի համար, սա երևի թե թերևս դեռևս ամենալավ գտնված տարբերակն է։ Այնպես որ մաղթում եմ, որ ունենամ նաև հաջորդը երևի հաջորդը։ Աստված տա, առողջություն ստեղծագործենք, կանենք որ լինի։ Իհարկե, ես լավ առաջարկ ունեմ։ Ես առաջարկում եմ մի շատ հետաքրքիր նախուտեստ մատուցեմ, փորձենք, հետո կզրուցենք։ Մեծ սիրով։
պաշտոնական տարի է իմ սիրելի գործընկեր Հերմե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպի համար։ Վալան գրուպը նշում է իր հիմնադրման 25-ամյակը եւ այս առիթով տարվա ընթացքում ունենալու է տարբեր միջոցառումներ եւ ակցիաներ։ Ուշադիր եղեք, անպայման միացեք Վալան գրուպի պաշտոնական էջերին, ինչպես նաեւ հաճախակի թարմացրեք Վալան գրուպի պաշտոնական կայքը, որպեսզի նորությունները բաց չթողնեք։ Դե ես էլ իհարկե Հերմե դիալոգ նախագծի շրջանակներում մշտապես կպատմեմ ձեզ այդ բոլոր նորությունների մասին։ Դրանցից մեկը հենց հիմա։ Հրաշալի նորություն Վալան գրուպ ընկերության կողմից։ Միայն 3 օր, մայիսի 28-ին, 29-ին եւ 30-ին 40% զեղչ սպիտակ եւ կատնագույն դռների համար Վալան դորս խանութ սրահների ցանցում։ Հիշեցնում եմ, 3 օր, մայիսի 28-ին, 29-ին եւ 30-ին 40% զեղչ։ Ձեր նոր դռները սպասում են ձեզ։ Վալան գրուպ, միշտ մեկ քայլ առաջ։ Դե ինչ եկավ ճիշտ ժամանակը, երբ ես պետք է պատրաստեմ տարբեր ուտեստներ իմ այսօրվա հյուրերի համար։ Այսօրվա ճաշացանկս լինելու է բավականին նուրբ, ավելին նրբագեղ։ Սկսեմ եւ անցնեմ գործի։ Պատրաստելու եմ կապրեզե, բայց հեղուկ տարբերակով։ Լոլիկ եւ բազիլիկ։ Սա արդեն գայթակղի չէ։ Կտրատում եմ լոլիկը։ Բազիլիկի տերևները առանձնացնում ենք։ Մեզ պետք է նուրբ մասերը։ Բազիլիկը լցնում եմ եռացող ջրի մեջ։ 5 րոպե եփելուց հետո բազիլիկը հանում ենք սառույցի վրա, որպեսզի գույնը չկորցնի եւ այսպիսի վառ կանաչ գույն էլ ունենա ուտեստի մեջ։ Բազիլիկի վրա ավելացնում եմ աղ, մի փոքր պղպեղ եւ մի փոքր ձիթայուղ։ Հաջորդը հարում ենք լոլիկը, կրկին աղ, պղպեղ, մի փոքր ձիթայուղ։ Եվ վերջում հարում ենք բուրատա պանիրը, պղպեղ, մի փոքր աղ, ձիթայուղ, սկսում եմ հավաքել ոչ ավել, ոչ պակաս, բոկալի մեջ։ Հաջորդը դնում ենք բուրատան եւ վերջում հարած բազիլիկը։ Օй, շատ համով բան է։ Ես պիտի նայենք։ Չէ դե, հա։ Բայց համր ուտենք։ Հա։ Օй, շատ լավ է։ Մենք փորձելու ենք հայտնի իտալական կապրեզե աղցանի, այսպես fusion հեղուկ տարբերակը, այսինքն ինքը թեթև նախուտեստ է, մի փոքր մեզ խուտուտ կտա եւ կնախապատրաստի հաջորդ մի փոքր ավելի ծանր ուտեստին։ Բոլորը սիրված հայտնի մթերքներ են լոլիկը, բուրատա պանիրը եւ բազիլիկը, ամեն ինչը հարած։ Գեղեցիկ առաջին հերթին, վստահ շատ համեղ։ Շատ։ Ստացվել։ Ես ինձ գովացի մի անգամ։ Չէ, գիտես, նա կարևոր բան կա։ Շատ անգամ ցավոք սրտի եղել են դեպքեր, որ մտնում ես տուն, գնում ես հյուր, եղել է ցավոք սրտի եմ ասում, ամեն ինչ լավ է, սպասքը բան, բայց համը, այսինքն պետք է սեր դնես, էլի, կապ չունի, ինչ է, եթե սպասում ես հյուրերի, մեր մոտ տանը միշտ տենց է, կամ ես շատ քիչ եմ խոհանոցում, բայց որ պատրաստում եմ, լավ եմ պատրաստում։ Հա, գիտեմ, լսել եմ։ Դե անկեղծ։ Հա։ Բայց տենց սեր չունեմ, ավոր շատ սեր ունի պատրաստելու, դե մենակ ապրելով, երբ որ սերը դնում ես ու սպասում ես քո սիրելի մարդկանց, ովքեր պետք է գան եւ համտեսեն այդ սերը, ուզում է պանիր լինի, հաց լինի, այսինքն պանիրը կտրեցիր, հացը դրեցիր, չգիտեմ ինչ որ դիզայն չասեմ լավ, ինչ որ ձևավորում արեցիր, ֆանտաստիկ համատալի։ Հիմա այս ամեն ինչը ես անկեղծ եմ ասում եմ ջան, այս ամեն ինչը այս սերը բանը վայելում ես կապտում ասենց մոտմա հաճելի է։ Հետո ֆրանսիացիները իզուր չեն ասում, չէ, որ կերակուր ավելի համեղ է եւ սեղանակիցները սիրելի մարդիկ, որակյալ մարդիկ են։ Այդ միանշանակ։ Ինձ շատ հետաքրքիր է
մարդիկ ովքեր ունեն այսպես մեծ հետաքրքիր կենսագրություն, ում կյանքը ամեն օր լցված էր այնպիսի դեմքերով եւ դեպքերով, որոնց մասին խոսել է նույնիսկ այսպես ասում ես, վաու, եղել են այդ մարդիկ, ոնց են շփվել իրար հետ ամեն օր։ Այ հիմա այսօր ինչ ունեք, ինչ կա։ Հիմա որ անկեղծ ասեմ, պարփակված ենք եւ մեր տան պատերն են, 4 պատերն են, շատ անգամ ես մի ֆրազա ունեմ, էման միշտ ջղայնանում չի սիրում, չէ սիրում է, բայց որ շատ եմ կրկնում, նյարդանում է ու ասում եմ դե մի ասեմ, ես ասում եմ տնից լավ տեղ չկա։ Իմ ամենասիրելի ֆրազաներից մեկն է, քո տան պատերից լավ տեղ չկա։ Հիմա ավելի, չգիտեմ, դա տարիքից է գալի, թե ամեն մեկը իր հոգսերի մեջ է, իր մտքերի մեջ է, իր նաև պրոբլեմների մեջ է, շփումները շատ քիչ են հեմջան։ Հետո գալիս է տարիքային մի սանդղակ, ուզում է շփվել, բայց քո լռությունը քո հետ ավելի ես գերադասում լինել ինքդ քո մեջ, ինքդ քո հետ լինել, չեմ ասում չշփվել, ես հələ շփվում եմ իմ լավ ընկերների հետ, ունեմ հարազատ շատ լավ ընկերներ, շատ սակավաթիվ, նրանք թվով մի 15 հոգի են հիմա, դե ժամանակները բերեցին նրան, որ շատերը մաղվեցին կյանքում, բնականաբար նորմալ եմ նայում, այո, նորմալ եմ նայում, բայց Էման չէ, էման հեսա կասե, էման ուսանողների հետ է, երկու տեղ Բաբաջանյանի ուսումնարանում և կոնսերվատորիանում։ Բայց շատ շուտ չեք պարփակվել, էմա մի տեսակ շուտ է այս բարերը, շատ շուտ են այս բարերը հնչում։ Շուտ են, բայց ցավոք սրտի դա իրականություն է։ Ինչից այդպես դարձավ։ Շատ բաներ փոխվեցին կյանքում։ Շատ բաներ երիտասարդ տարիներին առավոտից իրիկուն չէիր հիշում, երբ լուսանում, երբ մութան գնում, էներգիատ, այո, լավ ժպտացիր և հասկացա, այդ ժամանակ ուրիշ էր, շատ բաներ չէիր մտածում, շատ բաների մասին, հիմա մտածում ես, կշռադատում ես, հասկանում ես, ով է ճիշտ, ով է սխալ, բնականաբար տարիների ընթացքում հասունանում ես, ավելի ես, եթե խելոք ես, ավելի ես խելոք անում, եթե հիմար ես, ավելի ես հիմար անում, դա փաստ է, ցավոք սրտի, չեմ ասում չենք շփվում ինչու։ Չէ, ես հասկացա, չենք խոսում բացարձակի մասին։ Ես գերադասում եմ այս հանգստությունը հիմա, ինձ ավելի լավ է, քան լիքը աժոտաժային, էլի սիրում եմ ես մի քիչ ֆերվերգոտ մարդ եմ, մի քիչ նավարոտ եմ, բայց հիմա որ վերանայում եմ իմ անցած կյանքը, որ ապրել եմ մինչև ամուսնություն, հետո ամուսնության ժամանակ այդ գժությունները, ասում եմ ոնց կարայի ես, այդ էներգիա, ոնց կարող, այսինքն ֆիզիկապես որ ուզենաս, չես կարա, բայց ոնց ենք արել, ոնց է այդ գիշեր ցերեկները, այդ ամեն ինչը, ծուխը, նաև այդ խմիչքը, խոսելը, դիսկուսիաները, այն ցուրտը, ստեղծագործելը, նրա հետ մեկտեղ, բնականաբար, այո, բայց հիմա ես գերադասում եմ այս վիճակը։ Էմա, համակարծիք եք այս ամեն ինչի հետ, ձեր օրգանիզմը պատրաստ էր այս փոփոխությանը, թե ինքը փոխվեց, թե Արամոն փոխվեց, դուք հələ չեք մտել այդ տրամադրության ու այդ լադի մեջ։ Ես էլ եմ լադի մեջ, նաև որոշ չափով, ինչպես ինքն էլ որոշ չափով, այդպես չի որ ամբողջական, մի քիչ չափազանց էր նկարագիրը կարծում եմ։ Ցանկացած մարդ իր շրջաններն է ունենում, ամենատարբեր, բաց, փակ, շատ ավելի բաց եւ շատ ավելի փակ եւ շատ մարդկային է, որտեղ դու չես կարող
մի հատ իմի ես բերում քեզ, ուր ես հասել, ինչի ես հասել, ինչ արեցիր, ոնց եւ դրա համար նպաստող բաներ կան շատ։ Ես կարծում եմ, որ 20 թվականի կորոնավիրուսից սկսված ամբողջ մոլորակը տակնու վրա եղավ։ Պատերազմներ նաև հապագեց, սկսեց թարս պատտվել, կանգ առավ ամեն ինչ, ոչ մեկտեղ չի թռնում, ոչ մեկի տուն հյուր չի գնում։ Դա նպաստեց։ Եվ պատերազմը փակվեց վարակույրը։ Մարդը մարդու հետ շփման վարակույրն իջավ։ Ու մեկ հաջորդ սարսափը մեր երկրի համար պատերազմներ, որ ցավալի, շատ ցավալի, շատ անսպասելի եւ գիտեինք, որ մի օր պիտի լիներ վատ ավարտով, սարսափելի բոլորիս համար, նույնիսկ միջև օրս ես չեմ կարողանում ամեն առավոտ որ եմ գնում, ասում եմ երազ էր, չէ, ես էլի կգնամ Արցախ եւ այդ երազը վերջացավ։ Էս էլ շատ նպաստեց բոլորիս փակվելուն, նույնիսկ հիշում եմ, որ ինչ որ շրջան եկա, որ նույնիսկ չես հասկանում ինչի ոնց կարող ես նշել ծննդյան օր, ինչ որ ուրախության, ինչ որ հավաքները վերածվեցին միայն վերլուծությունների, ինչպես կարող էինք, ինչպես հանդուրժեցինք, ինչպես հասանք այս ամենին, այս տարիների եւ այլնի արդյունքը։ Մի խոսքով սա բան է, արժե համակարգի կշերքն է, որ միշտ ատամվում է եւ ամենատարբեր իրավիճակներ կյանքում ես կարող են վերել այդ կետին, երբ որ դու պիտի փակվես, երբ որ դու պիտի լռես, երբ որ դու պիտի պայքարը լռության է վերածվում։ Այս չի նշանակում, որ Արամը լուռ է, չէ, Արամը ես հիմա որպես դիտորդ եմ ասում կողքից իր պայքարի նոր փուլ մտավ, որին բոլորովին պատրաստ չէր եւ լուռ է պայքարում, բրավո իրեն հրաշալի անցավ այդ փուլը եւ շարունակում է։ Որ պայքարի ծելի մասին է խոսում։ Նա առողջության հետ կապված նաեւ պայքարի եւ Աստծո կամքով, Աստծո աղոթքներով ապրում եմ։ Բոլորս ենք ապրում։ Եվ ապրեցնում։ Եվ այո։ Եվ ապրեցնում ամենակարևորը։ Բայց ունեիք այդ վախը, որ կարող է ավարտվի կյանքը։ Եթե ուշ մոտեցում լիներ, բարդությունները վստահ եմ լինելու են ու շատ լուրջ բարդություններ կլինեն, չգիտեմ ես տակից ոնց դուրս։ Եղել այդ մտավախությունը, շատ է եղել այդ մտավախությունը։ Բայց գիտես ինչ, ասեմ քեզ, ցանկացած մարդ, ցանկացած վարքյան ունի այդ վախը։ Անչասեցի, հա, բայց այս հատվածում եղել է, որ հանկարծ մտածել եմ, շատ երկար եմ մտածել, շատ ու ժպիտով էի մտածում, բայց բան չկա մոտս, որ լուրջ ժպիտով էի մտածում այդ ամեն ինչի մասին, բայց Աստծուն փառք, ամեն ինչ ավարտվեց բարեհաջող, ամեն ինչ լավ, պետք է ստեղծագործել, Իհարկե։ պետք է նկարվել, պետք է ներկայացում խաղալ, պետք է Համերգներ տալ, ձայնագրել, պետք է քոպես եւ շատ լավ մարդկանց հետ, ովքեր ունեն պոզիտիվ էներգիա եւ շատ ժպտերես են եւ շատ արևի լույսով են լցված, տենց մարդկանց հետ պետքա շփվես, որտեվ այդ շատ կարևոր է, այդ անկեղծ եմ ասում։ Նեգատիվը պետք է միշտ փորձես բան անել, գնալ կողմ, շատ կիրթ ասել, որ ես չեմ ուզում շփվել, կներեք ես զբաղված եմ կամ լավ չեմ զգում գնամ, արդեն մարդը զգում է։ Մի տարիք է գալու կարողանում ես քեզ թույլ տալ ու վայելում ես այդ բանը, կարող ես անկեղծ ասել։ Ստիպած չի կարելի նստել եւ վերցնել այն էներգիան, որը գալիս է քո վրա ու միտումնավոր է գալիս։ Հա։ Միտումնավոր է կայծիկները գալիս են, իրանք գնում են, դու սկսում ես տարապել, ինչի համար թող գնա։
Գնա տուն կամ գնա քայլելու կամ չգիտեմ ուզում ես գնա մենակ գնա Ինձ հետաքրքիր է Էման միշտ այսպես ավելի նուրբ զուսպ կնոջ Փետուրի պես տպավորություն է թողել բայց այդ բարդությունների մեջ ոնց է ձեզ դրսևորում Էման տենց չէ Էման լրիվ հակապատկի հա Էման ժայռային մի հատ բան ունի մեջ ասենց ինքը փխրուն երևում է բայց ահա որ պինտքին է ինքը որպես տեսակ ժելեզնի բան կա մեջը իրա Железная леди հա կա այդ բայց իրա նրբությունը բնականաբար կա բայց չէ ինքը լրիվ այս նոր բացահայտեցի չէ ինքը տենց եղել է այս բարդությունների ժամանակ ամուսնության 33 տարի 4 տարի առաջ կարող ասեն չէ բայց կյանքը բան արեց ստիպեց իրան որ դրան գա կարող է մեջը եղել է դրա համար եմ ասում մարդ որ ժելեզնի է ավելի է ժելեզնի դառնում մարդ որ հիմար է որ մեծանում ավելի է հիմար դառնում մարդ որ խելառ է դա ասել է Էդվարդ Միխայելովիչը մարդ որ խելառ է ավելի է խելառ դառնում հիմա Էմայի մոտ եղել է դա ինքը պինդ է ահա որ պինդ է փխրունությունը խոսքը ոչ թե նրբություն ասպես ոնց կար Չէ դե լավ չի չէ ասում եմ Ինչն էր օգնում պայքարելու համար որովհետև մեկ այլ բան է երբ մարդը ինքն է իր խնդրի մեջ եւ մեկ այլ բան է երբ ամենաթանկ մարդն է քո կողքը իր համար գուցե ավելի ծանր է լինում Գուցե ավելի բարդ է լինում հաղթահարելը Ինչն էր օգնում հաղթահարել այդ ժամանակ Գիտես հատուկ բան չկա ինչն է օգնում Ես կարծում եմ ամենամեծ ձեռքբերումը մարդ նվիրումն է եւ դա գիտակցությամբ չես անում նվիրում ունենալ դա կոչվում է սեր, դա կոչվում է կյանք, դա կոչվում է ջուր տալ մարդուն, դա կոչվում է ձեռքից բռնել, դա կոչվում է ներկա լինել ամեն վայրկյանի մեջ։ Չլավ ասեցիք, ներկա լինել ամեն վայրկյանի մեջ։ Դա շատ կարևոր է։ Այ, մերսի։ Ես խոստացել եմ հաղորդումը սկսելուց, որ այս հանդիպումը նաև մի հատ լավ իմաստով վարպետության դաս է լինելու, բոլոր այն զույգերին, ովքեր եւ այն մարդկանց, ովքեր նայելու են հաղորդումը, սկսած ձեր հանդիպման պատմությունից, որը միլիոն անգամ եք պատմել, բայց հիմա արդեն տարիներից հետադարձ հայացք գցելով շատ բաներ սկսում է վերափոխվել։ Այդ կետից սկսած մինչ մեր օրեր ես վստահ եմ որ շատ բան ունենք սովորելու ձեզանից։ Ու ես ակնկալում եմ այդ վարպետության դասը մեր հանդիպման ժամանակ։ Ինչ կասեք։ Տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ եւ շարունակենք զրույցը այնտեղ։ Գնացինք։ Buongiorno ragazza, ti amo, ti amo, ti amo. Խոսքով ով գիտի իտալերեն անպայման խնդրում եմ ուղեք թե շեշտը որտեղ է դրվում պատրաստելու եմ իտալական tagliatelle իսկ ինչ է դա հիմա կտեսնեք Ես վստահ եմ ձեզանից շատերը ինձ նման նախընտրում են Pasta Zara, իտալական արտադրության պաստան, իդեպ ընկերությունը հիմնադրվել է 1898 թվականին, իտալական Treviso քաղաքում է հիմնադրվել եւ ասեմ, որ ընտանեկան բիզնես է եղել, սկզբում ընտանիքը արտադրում էր միայն հացաբուլկեղեն եւ ալյուր։ Սակայն մի որոշ ժամանակ անց ընկերությունը մասնագիտացավ նաեւ պաստաների, մակարոնի արտադրության մեջ եւ ճանաչվեց ամբողջ աշխարհում։ Pasta Zara-ն օգտագործում է միմիայն բարձրակարգ ալյուր եւ մշտապես նորագույն տեխնոլոգիաներ է կիրառում։ Լավ, անցնեմ գործի։ Ջուրը եռալուց հետո աղ եմ ավելացնում եւ պաստան
լցնում եմ մեջը։ Իդեպ պաստազարան ներմուծում եմ սիրելի գործընկեր Megafood-ը, իսկ դուք գիտեք, որ բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ներմուծում է Megafood-ը, դրանք բարձրակարգ եւ բարձրորակ ապրանքատեսակներ են եւ նրանք հիմնականում հենց պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում։ Այնպես որ հետևեք Megafood-ի պաշտոնական էջերին Facebook-ում, Instagram-ում եւ կտեսնեք բոլոր այն պրոդուկտները, որոնք հենց ներկայացնում է իմ սիրելի գործընկերը։ Անցնեմ սոուսի պատրաստմանը։ Ձիթայուղը թավայի մեջ է։ Տապակում եմ սպիտակ սոխը եւ սխտորը։ Ավելացնում եմ կտրատած սունկը։ Ավելացնում եմ սերուցք։ Ավելացնում եմ մաղադանոց։ Եվ մի փոքր էլ պարմեզան, իհարկե, առանց պարմեզանի պաստա պատկերացնել հնարավոր չէ։ Եվ ես առաջարկում եմ, մենք փորձենք Արենի, Մերլո, Կաբերնե Սավինյոն խաղողների բլենդով, կարմիր անապակ գինի, Արմենիայի ընկերության լյուքս դասի թարինին ենք փորձելու։ Ես սիրում եմ պաստայի հետ եւ կարմիրը եւ սպիտակը, չգիտեմ ինչու Հիմա քինքին, որը հարմար է, պետք է անցնել չբանա։ Ես ասեցի արդեն Փարիզում, արդեն կոնյակը սառույցով են խմում, կա։ Ինչ ուզում են անում։ Հա, որտեղ քինքին հարմար է։ Այո։ Շնորհակալ եմ։ Ես էլ։ Շնորհակալություն։ Վերջին տարիներին մեր գինեգործներին Բրավո։ լիքը մեդալներ։ Այո, այո։ Շատ, որովհետև այնց համեղ տեսակներ եմ փորձել։ Եվ հաճելի է, որ շատ սոտեր են սկսել վերականգնել։ Ես, այսինքն սիրում եմ, բայց չեմ մտապահում որը անունով եւ այլ։ Ես օրինակ սիրում եմ, որ մեր Արենին բլենդ են անում, որովհետև մոնոտոն, չնայած Արենից հրաշալի։ Հա, Ես խաղացի իրար, Արենից բլա բլա բլա, Արենից բլա բլա։ Հա, որ հանգած դե մարդ ես։ Հա, համաձայն եմ։ Մեզ բարի ախորժակ եւ բարով տեսանք։ Այ, շնորհավոր նոր տարի սուրբ ծնունդ։ ամեն ինչը Ամեն ինչը մարտի 8, ապրիլի 7։ Սա բոլոր։ Հա, ես համաձայն եմ։ Այդտեղավ Հեմինգվեյի բանը, տոնը, որը միշտ քեզ հետ է։ Այո։ Շատ պարզ բան է, սերուցքային սոուս, սունկ, հա։ Վայ հեմ ջան, Սիրում եմ էլի, որ սենց ես ձերը չեմ բանանում, քո արև, վայ, շատ համով է։ Ինչ հաճելի է։ Շատ համով է։ Վաղը էլի կգաք։ Եկեք չխոսանք էլի։ Հա, չէ, չենք խոսում։ Վայելենք էլի։ Շատ համեղ, իսկապես շատ, ապրես, բրավո։ Ես ձեր հարցազրույցները բնականաբար բոլորը, երևի բոլորը նայել եմ, եթե ինչ-որ բան բաց չեմ թողել։ Եվ անշուշտ որպես մարդ, որ պիտի այս զրույցը տանի, չէի ուզենա կրկնվեինք, բայց երբ որ ես նայում եմ այն պատմությունները, որ դուք պատմում եք ոնց եք հանդիպել, ես այնքան մեծ նախանձ ունեի, որ այդ պատմությունները ինձ չեն պատմվել։ Դրա համար Ոյազի ջան, Ասել, ես կպատմեմ։ Չնայած որ հնչել են բազմիցս, կարող եք դուք Քեզ նաև առանձնահատուկ եմ պատմելու։ բայց շատ եմ էլի խնդրում, այդ էմոցիաները ես էլ մի հատ զգամ։ Ուրեմն 80 այս տարի իմ բեմական 40-ամյակն է, 86 թվին Օրբելյան ընդունվեցի, հա, 89-ին, հա, Օրբելյանից հետո այդ տարիները աշխատեցի մայստրոյի մոտ, եկավ Յուրմլայի պահը, որ Կոմսոմոլից պետք է Կոմսոմոլներ ուղարկում, գնացի Յուրմլա եկա, Այս ինչին բառեր եք ասում։ Գնացի Յուրմլա այդ միջազգային փառատոնին վերադարձա, դե Օրբելյանից արդեն ճանաչումը սկսել էր, դե Յուրմլան ավելի լայն ճանաչում բերեց ինձ, հետո ուտրինի պոչտայով Ռուսաստանից ինձ ցույց տվեցին բան, ինչ որ կարծեմ Արսենն էր Ասլանյան նկարել տեսահոլովակատիպի ինչ որ բաներ, հա
Դե արդեն Արամուն, հա, ճանաչում եմ բան են անում եւ հրավերք եկա, որ Չարաբաստիկ 88 թիվը եղավ երկրաշարժը եւ 89 թվականին պետքա թե 89-ի վերջին պետքա գնանք Փարիզ Շարլ Անձնավուրի Սակխե Սուաղե հաղորդում կրտեղ արտիստներով Աշոտը Ղազարյան, Էվոս Մակարյան, Նադյան Լուսաոյքի, Էմոն Լուսաոյքի, Սյուզիկը Մարկարյան, Վիլին Վայներ, Եղիշը Արձագանքի, Ռուբենա Հախվերդյան, ես, Էմչկան, Արան Մուշեղյան, հիմա կներեն, եթե Շուշոն Պետրոսյան, հա, եթե ինչ-որ մեկի անունը հիմա չհիշեցի, թող ներող լինեն, գնացի ձայնագրության Տերյան ստուդիա, Փառայեղմա ստուդիա կար, ստուդիան վերացրեցին, քանդեցին շենքը, հա, Տերյան փողոցի վրա, ֆանտաստիկ ստուդիա էր, ֆանտաստիկ։ Դե արդեն ճանաչում են ինձ Օրբելյանից էլ վինան բան, արդեն մտերիմ ենք ես որպես կրծեր բան սենց։ Երգը բան, մայստրոն Վանտիկը ցույց տալով որ տեղերը պետք է երգի։ Նստած ենք մեկը տեսնում եմ աղջանակ մտավ, հիշում եմ Վիլվետի յուբկայի վեր սենց ինչ-որ տակը հավասար չէր ինչ-որ սենց բաներ։ Հա, սենց սապոգներով էր, Վիլվետի, սենց ծնկից բարձր սապոգներով, սև շապիկով, երկաթի բլախ էր ստեղ սենց, կովբոյների պես, սենց մազերը հավաքած, ջութակով, անկյունա, Էվոն էր ասի, ով ա, Էվո, չեմ ճանաչում։ Ովա թե էսովա։ Այդ էսը հետո ասեցի, առաջին ասեցի ով ա։ Դեմ երբի կոնսերվատոր այդ ջութակար երգ։ Հա, նայեցի վերջ։ Բայց վերջ, թե Չէ, վերջ, նայեցի այդ րոպեներին վերջ է, ոչ մի թեթև ինչ-որ նշխարիքներ, կայծիկներ, թեթև կայծիկներ եկան, հա, հիմա մեկնում ենք Փարիզ, ոնց եղավ, որ իմ Էմայի և Արայի տեղը նույն տեղը եղավ, Իգնաթիռում, ես պատուանի մոտ եմ, Էմը չկանա և Արաքսնա Մուշեղյան, հա, լուրջ եմ ասում, ասա են մուլ, գնացինք Փարիզ, ես ֆինանսապես նորմալ, դե յուրմլայից համերներ բան, ֆրանկներ էր, դե Էմային Արաքսային ասեցի սրճարաններով բանով, ման եկանք բան, քաղաքով բան եկանք։ Բայց մի րոպե էլ այդ ինքնաթիռի պահը մի թռեք դու։ Չէ, դա երկրորդ ինքնաթիռի երկրորդ մասն է գալի։ Ամենակարևոր մասը։ Չէ, ամենակարևոր մասն է գալի։ Հա, բավական հիմա երկրորդ մասը դա ամենակարևորը։ Դրամատուրգիան չենք։ Այո, չենք խախտում։ Ոբշեմ, Լուվր գնացինք, ստեղ, այնտեղ համերգ եղավ, բոլորս ոգևորված, որ Անձնավուրը եկել է տելևիզիոնի համերգին, մենք երգեցինք այդ հայտնի երգը, որ ֆրանսիացի երգիչները երգում են եւ մենք հայերով, իր համար քեզ համար Հայաստան, իր համար անակնկալ էր, որտեվ չէր սպասում եւ սյուրպրիզ էին արել մայստրոին։ Հա, անցան օրերը սրճարան, սուրճ, ֆոտոներ կա, ես ու Էմը չկան նստած, սուրճ ենք վայելում։ Փարիզյան Կաֆե դե ֆլող տրամադրություն։ Այո։ Վերադառնում ենք։ Ես դե Մոսկվայով ենք թռնում։ Ես վերադառնալ օրը մեծ համերգ ունեի։ Հիմա Երևանով են թռնում։ Հա, հիմա Երևանով։ Չերես Մոսկվային ես մեծ համերգ պետք է իջնեի եւ գնայի Պլաշատկա, չեմ անում։ Մեծ համերգ էր այդ աստղերի հետ, ես պետք է ելույթ ունենայի, հասնում էի։ Իսկն ցերեկը հասնում էի Իրիգունը։ Էլի նստեցինք, ես երկար մտածում էի, նայեցի Էմային խոսում ենք, բան ասի շատ կտրուկ հարցը ծագեց իմ մոտ, առանց այլևայլության և շատ դիպուկ և շատ կտրուկ այդ հարցը տվեցի, ասի արի ամուսնանանք։ Ինքնաթիռում։ Հա։ Հարց չէր, առաջարկ։ Առաջարկ էր, ասի ես ուզում եմ քո հետ ամուսնանամ, դու դեմ չես, ասա խելագար ես դու։ Ինչ ամուսնանալ, ինչ օդի մեջ ենք, ինչ ես խոսում։ Գինի կար ինքնաթիռում և կոնյակ։ Համարձակության համար ասի ներողություն,
Այդ չեմ հիշում, բայց ինչ որ տենց աղոտ եմ հիշում։ Ցուցաղոտ, ասի համարձակության համար էլ բերեք վիսկի էր, գինի էր, ինչ է տալիս են այդ ինտերնաշնալ բան։ Մի երկու բաժակ խմելուց արդեն թեթև գինով ծրոս ես քեզ անկեղծ սա ձև չի եւ ես որ ասում եմ դա հստակ եմ ասում։ Ամուսնության առաջարկը այն չի որ վայ մենք մարգեք տնեք ինչ է մենք զգանք իրերներ։ Չէ, արի ամուսնանանք։ Հա։ Ասեն ժպտաց ասեց խելագար ես դու գիժես, դե ասի լավ գիժեմ։ Դե չհանձնվեցիք։ Պարզ է։ Չհանձնվեցի, ասեցի, դե դա բնականաբար ասի արա դե արդեն զզվացրիր էլի, հերիք եղավ։ Կես ժամը մեկ արի ամուսնանանք, արա այս աղջիկն էլ է, մեկ 4-5 ժամ թռնում ենք, թող իր մտքերով։ Ընդամենը մի Փարիզ ենք իրար։ Հա, էլի հա Փարիզ ենք, տեսեի, փսակվենք, ինչ ամուսնանանք։ Ես եկա իջա վայրեջ կատարեց Մոսկվա, գնացի համերների, երկու անգամ 45 րոպե զանգեցի, մեծ գումար եկավ։ Այդ վաղ սոտովի չկարել է, տան հեռախոսի վրա, դե ինչ կարը մի ժամ 45 րոպե խոսում է ամուսնությունից։ Մատ լավ։ Ինչու է, կներեք, մի հատ միջանկյալ փոքրիկ։ Ասա ջանս։ Ինչու էիք մերժում։ Այն որ ինքը ամուսնության առաջարկ արել, դա ինձ համար լրիվ պարզ է եւ հասկանալի է։ Չէ, բայց ես լուրջ եմ ասել, ձև չեմ արել, անկեղծ։ Չէ, ես էլ լուրջ եմ անկեղծ ասում եմ, որ լրիվ հասկանալի է, որ կարող էիք անել ամուսնության, բայց անհասկանալի է։ Հիմա ոնց կլներ 37 տարեկան։ 4 տարից։ Բա իհարկե 4 տարի բան արեց մադամը։ Ինչու մերժեցիք։ Լավ, բայց ասա ինչու մերժեցիք։ Այսպես հիմա չէ կարելի։ Հեմոին ասա, այստեղ նստած եք սեղանի շուտ։ Ասա, դե մի ասա, խոսա։ Ասա։ Չէի մերժեի։ Բայց ես քեզ չէի ճանաչում։ Բայց ճիշտ է ասում։ Բայց մի ամբողջ Փարիզ էիք իրար հետ անցկացրել։ 3 օր ենք եղել, չէ, ճիշտ է ասում, չէ ճանաչում, 5 օր ենք եղել, չէ։ 5 օր։ Հետո Չէ, ցանկացած ժամանակահատված դու ինքդ կարող ես երկարացնել եւ կարճացնել, որտեղ միշտ չի որ երկար ժամանակահատվածը քեզ հնարություն է տալիս դու ճանաչում ես։ Հեն ջան, հետո Մարդու երբեք չճանաչել, երկար ապրել եւ չճանաչել, Հետո եւ շատ արագ ճանաչել։ Հետո ճակատագիրը ինձ բերեց Երևան, Մոսկվայից հետո։ Դե Արտուրին Ես մի հատ ստեղ Արտուրին հեսա կասեմ, Արտուրի հետ ասեմ։ Ինչի գիտես Արտուր Գրիգորյանի հետ հանդիպումը որ եղավ, ես 86 թվականին արդեն Արտուրի հետ ծանոթացել էի Արցախում։ Մի հատ էման միջամտի։ Ասա։ Կներեք, ուղղակի կանացի Ես ուզում էի ընդամենը ասել, Որ մենք դառնանք քույր եղբայր։ Չէ։ Դետի կասեց որ տենց եղել է։ Աբայման կասեմ։ Բա ասեց։ Հա, ուզում էի ասեի, որ քո դեպքում բացառություն էր, որովհետև դու այնքան բարձ ու այնքան շիտակ ես։ Քեզ մի Հիմա թարս ու շիտակ է։ Դու ինքդ չէ, բարձ եւ շիտակ։ Հա, հասկացա, եմ կատակ եմ անում, ասում թարս ու շիտակ։ Արամը չի, որ ես ասում եմ։ Ես շատ կուզեի, որ աշխարհում գտնվեն լիքը մարդիկ, որոնց դու միանգամից ես հասկանում։ Պետք չունես իր հետ ճանապարհ գնալու։ Ինքը առատա իր մարդ լինելով։ խոշոր։ Իսկապես առատա։ Ու ես շատ ուրախ եմ, որ դուրս Իրանից դուրս եմ խոսում հիմա, մեր ընտանիքից, մեր տանիքից դուրս եմ խոսում։ Ես շատ ուրախ եմ, որ Երևան քաղաքում կա Արամը։ Իհարկե։ Առաջին անգամ եմ ասում, այ ասեցի ու հուզվեցի, որովհետև ինքը բացառիկ գույն ունի։ Ինքը բացառիկ էներգիա ունի, ինքը բացառիկ արագություն ունի։ Արագություն, որ կարող է միացնել բոլոր փողոցները Երևանի եւ Հայաստանի։ Վարքյանական։ Ես միշտ ուզում եմ հասկանալ ուր է շտապում։ Մենք երկուսով քայլում ենք ինքնիզնից գուցե 2-3 մետր առաջ քայլի։ Եվ միշտ ուզում եմ այդ հարցը տամ, ուր է շտապում։ Մենք նույն տեղն ենք գնում, մի քիչ շուտ, մի քիչ ուշ։ Բայց ես հասկանում եմ, որ սա աշխարհը ձուլելու ցանկությունն է, աշխարհում լինելու ցանկությունը, ամենուր հասցնելու, ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, որովհետև չգիտի ինքը այդ հարցի պատասխանը, վստահ եմ ասում ձեզ, բայց ես ուզում եմ ասել, որ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում, մեր Երևան քաղաքում, նորից եմ կրկնում, ես մեր ընտանիքից դուրս եմ խոսում, եւ ես հիմա չեմ իր կինը, ես հիմա պարզապես իր գոլեգան եմ, եւ մենք սովորել ենք այդպես ապրել։ Մենք գոլեգաների պես ենք ապրում մեր տանը
Եվ ասեմ, որ դա հրաշալի բան է։ Ինչ է նշանակում, մենք տանը ապրում ենք գոլեգաներին։ Հրաշալի, որովհետև մենք միշտ իրար կարող ենք փնովել, քննադատել, պայքարել, ամեն մեկս մեր պայքարի տարածքն ունի, ամեն մեկս մեր պայքարի ձևն ունի, բառերն ունի պայքարի, սիրելու տեսակներն ունի եւ ռիթմը ամենակարևորը։ Ուրեմն 89 ապրես արել։ Ես ընդհանրապես ուզում էի միջամտեի, որովհետեւ Բայց շատ լավ, շատ սիրուն ասում։ Այս լավ ասանք։ Հա։ Մենք հիմա կարող ենք այստեղից դուրս գալ եւ որևէ անհամաձայնություն ունենալ եւ բացարձակ տարբեր Արամո եւ Էմա լինենք, ինչ որ հիմա չէինք։ Մեկը որ կողքից տեսնի կասի Էս դուք նոր նենց բաներ էիք խոսում հիմա, հա։ Բայց այդ նորմալ է։ Բայց այստեղ է, որ այստեղ է։ Լսի, ուրեմն եկանք Արտուրի մոտ 86 թվական։ 89 թվական։ Դե արդեն ես եկա Արտուրի մոտ, դե 86 թվականին ես Արտուրի հետ ծանոթացա մեր Արցախում, երբ որ Օրբելյանի հետ մենահամերներ էի, Գրիգորիչի հետ տնդ եմ ծանոթացել։ Հետո համերներ եղան պոպուլար խումբը, Արտուրը պոպուլար խումբ ուներ։ Հայսա դռները որ կա դիսկը պոպուլար խմբի հետ է։ Մենք Օրբելյանի հետ գնում ենք Սոչի համերների, Արտուրները եկանք հիմա երկի երեխեքով հավաքվել ենք, բան Էմա հետ ընկերներ ենք։ Արդեն ընկերացել եք։ Հա, ընկերացել ենք, հա։ Ինքնաթիռից հետո ամուսնության առաջարկը մերժելու։ Ահա, դե ասի արա, դե հերիք եղավ, դե աղբախ, հա, բան է սանում։ Այդ աղջկան հանգիստ թող, արա, փսակվի ամուսնացի, թող հանգիստ ինքը կորոշի հայա, չէ, չգիտեմ ինչա։ Դե քանի որ երկուսով ստեղծագործ կատարողներ ենք, հեղինակ կատարողներ, ես գրեցի մի երգ, որը ժամանակ հետո դարձավ հիթ եւ ամբողջ այդ հիթ պարադներում առաջի մի 3-4 շաբաթ, եթե չեմ սխալում, Սև սպիտակ երգը դարձավ հիթ։ Դե ձեր սիրո հիմքը չէ։ Հա, Սև սպիտակը դարձավ հիմքը, երգը որ գրեցի, դե արդեն գիտեի, որ եմ ստեղծագործում եւ գրում ա տեքստեր։ Եկա ասեցի եմ ջան, մատ երգ եմ գրել Մեղեդի, ցանկանայի որ բանա, դու խոսքերի հեղինակը, դու գրեր, հա։ Այդ ծննդի տորներ, այդ ծաղիկներով որ եկա, թե չէ։ Ահա, այդ էր, ուրեմն ծնունդն է այ հոկտեմբերին այդ կոմունիստները բանա նոր փլուզման հələ ռուբլիներ էր։ Ռուբլին գործում էր։ Արա հիշում եմ 3 ռուբլի փող ունեի։ Ես Բայրոն փողոցից պիտի գայի Վարդանանց փողոց ծննդի, բայց ասի ինչ նվեր առնեմ։ 3 ռուբլի արա մի մանեթով կգամ տուն, կամ է ոտով չէ մի մանեթ, հա սիգարետ կառնեմ մի ռուբլու։ Արա բայց ծաղիկ ես վարդեր չեմ կարող առնեմ 2 ռուբլով, ինչ վարդ առնեմ։ Դե մի քիչ ասի ինչ ծաղկի վաճառներն շատ քիչ կար։ Եկա դաշտային ծաղիկներ էր, սենց դաշտի ծաղիկներ էր։ Ասի սենց բուկետ էր, ասի ինչ արժի, ասեց մի ռուբլի։ Արա ասի մի քիչ շատ է պետք կնի։ Ասի իսկ կան ինչ ավելացնենք 2 ռուբլով կա։ Ասաց հա Արամո ջան 2 ռուբլով սենց դաշտային ծաղիկներ շատ սիրուն։ Մանուշակներ, դեղին գույն ինչ որ սենց փունջեր շատ անուշի, այս ստիլի մեջ, բայց փուճուրիկ, այսպես մատ փունջեր։ Այս 2 ռուբլին տվեցի 70 կոպեկով առա Արինբերտ, թե սալյուտ էր, չեմ հիշում, 40 կոպեկ, ասի դա վաղվա սիգարետի փող է մնա, մի ռուբլեր 40 կոպեկ սալյուտ, տամ են 40 կոպեկը, որտեղ ծխելու եմ, վաղն է, որ ոտով կգնամ։ Հա։ Դե հիմա Վարդանանց փողոցից մինչև Բայրոնի փողոց օպերա, արես նայում եմ այս ծաղիկներին, ասում եմ հեսա ունդե խայտարակ եմ ալնելու, նենց վարդեր են Չէ, մի րոպե, ասի նենց վարդեր են բերելու, բան անելու, չէ դե կուրսեցիները և մեծ շրջապատ ուներ եմ ոնդե կոնսերվատորիայից, ասի ես իմը, ես ծախը, ավելի ծախը բան անեմ, մի քիչ ընկճված էի, վարդերի ֆոնին մեծ, եկա բարձրացա, դե սենց մեծ փունջա չի երևում, զանգը տվեցի ինձնից գո, ասի Արամաստ, թքած ինչ լմալնի։ Շուշանն այրան տենց ասում, Շուշիկն է ինձ ասում Արամաստ, ասի թքած մտնի, արա բացեցի,
Բայց լռություն եկավ։ Ձայն չկա։ Հետո ծաղկի հետևից որ իմ գլուխս հայտնվեց, ես հայտնվեցի, ես այդ աչքերը կյանքում չեմ մոռանա։ Պարզվեց, որ այդ ծաղիկները իր ամենասիրած ծաղիկներն են։ Ինքը հետ է սիրում, ես առանց իմանալու։ Իսկ վերջին անգամ ծաղիկներ երբ եք նվիրել, ինձնից հետաքրքիր։ Իմ ծննդին էլի։ Հա։ Անցյալ տարի։ Ավոյի հետ։ Հա։ Կրակագույն վարդերեին։ Հա։ Չէ, այդ նե հիմա գիտեմ, տենց նվիրել է տենց ծնունդից ախրդ կլարացի հետ կինը մեկ այդ Լյուքսեմբուրգի տոնը չեմ սիրում, ես էլ այդ մարտին տոն պետք չէ, ուղղակի հետաքրքիր էր, կարող եք այսօր առավոտյան նվիրել էիք։ Չէ, ես տենց բան անում էի, չէ, եղել է, որ առել եմ, բայց հիմա չեմ հասկանում, չեմ առել, մոտ մի տարի տենց ավոսա բանում, ես միշտ, բայց հիմա չեմ առել, ճիշտ է, չգիտեմ, ոչ թե զգացմունքը կամ անտարբերությունը, չգիտեմ ինչի, նա ինչ պարադոքսալ անկեղծ բան եմ ասում, առաջ մի 5 տարի կամ մի 8 տարի առաջ նենց առնում, ուղակի ծաղիկ առնում գնում է, հիմա չէ, այ չգիտեմ խի, ինչի, ավոն պարբերաբար դե տղենա, իհարկե, պարծա, հա, բայց իմ անունից էլ է ասում, նա չի ասում, մամ ջան, ասում եմ ու պապայի անունից, ես փառավորվում եմ, ես փառավորվում եմ, որ այ իմ ասում եմ, այո, ավոս, ինձ հետաքրքիր է, որ դուռը բացեցիք եւ այդ փունջը տեսակ, դե հասկացաք, որ չէ, հարցը փունջը չի, չէ, հասկանալի է, հա, հարցը Արամը ինձ շատ թանկ մարդ դարձավ, ես նույնիսկ չգիտեմ, թե այդ 89-ից հետո ինչ ով էր ինքը։ Հա, ներողություն, կներես, այդ ամեն ինչից, մոռացա ասեմ ու շարունակի, ով որ խոսամ, վաբշե չեմ խոսալու։ Արա, ասում արի գնանք քուր աղբեր դառնանք, ես հա քուր աղբեր, ես հա ինչ-որ պատրվակ, ասում դե ես մա տերա։ Ինչ նշանակում արի գնանք քույրով։ Եկեղեցով քույր որտեղ Արամն եւ Արտուր Իսպիրան եղբայրներ դարձան եկեղեցով, ինձ այդ գաղափարը շատ դուր եկավ։ Ես էլ եղբայր չեմ ունեցել ու հա, հիմա ասում արի գնանք քույր եղբայր դառնանք, ես հա պատրվակ եմ ման գալի, ասում եմ չկասում եմ ես մա տեր հայ ունեմ, իրան կկորցնեմ հետո, ասում եմ նա տեր հայ ունեմ, ինքը քաղաքում ես իրան եմ հավատում, իրա խոսքին։ Բայց ուզում եմ հասկանալ, իսկապես սիրահարված չէիք։ Չէ։ Այսինքն, նայեք, երբ որ կնոջը սիրո խոստովանություն են անում կամ առավել եւս առաջարկ, չեմ ասել ես։ մեջ նկատի։ Չէ, ինքը ասել եմ արի ամուսնանանք, ես չեմ ասում, լավ, ամուսնության առաջարկ։ Այնուամենայնիվ այդ կետից հետո մի տեսակ այդ տղամարդուն իր բոլոր գործողությունները եւ նաեւ դու ես ուրիշ ձև ֆիքսվում, չէ, այնպես չի որ ասվում են այդ խոսքերը եւ հոդս են ցնդում։ Հիմա այդ խոսքերից հետո մինչեւ այդ օրը, երբ որ ձեր տարեդարձի օրը եկավ, ուզում եմ հասկանալ ընդհանրապես ոչ մի էմոցիա չունեիք իր հանդեպ։ Ասեցի արդեն, ինքը ինձ համար ամենաթանկ մարդն էր։ Ուզում եք քույր եւ եղբայր դառնալ։ Ասեց, ես է ասեցի տեր հայր ունեմ։ Կներեք։ Հա, բայց շատ դաժան է սա։ Ես այս պայմաններում չեմ կարող։ Ջան, ասեցի բանա, այդ տեր հայրը որ կա, ինքը քաղաքում չի։ Ինքը պետք է մեզ քույր եղբայր, ասի ես մենակ իրան եմ հավատում։ Դե ինչ խափեմ։ Խափեցի, ստե չի։ Արի գնա, ասի դե չկա, երբ կգա 6 ամիս հետո։ Որ մենք քույր եղբայր դառնա։ Շատ մի րոպե։ Եվ վերջում արդեն Արամ իր խոսքը ասեց։ Ասեցի, հանդիպեցինք օրինակի համար 3 շաբթի օրա։ Ոչ։ Ես մի րոպե, ստոպ։ Կինո Մոսկվայի ամառային դալիճում Կինո Մոսկվայի ամառային դալիճում Բուլղարիա ստացեց։ Էմա ստացա Բուլղարիա գնալու։ Ես առաջի տեղ վերցրեցի որպես լավագույն հեղինակ եւ ճիշտ ես ասում, ներողություն։ Կապատրվեցի Բուլղարիա մեկնելու ուղեգրով։ Էնբեր բաժակը մատ։ Ասի չհասկացա, դու ոնց առանց ես մենակ Բուլղարիա ես գնու։ 3 շաբթի օր, ասի շաբաթ օրը գալիս ենք։ Ասեց ոնց, ասի շաբաթ օրը ձեր տանն ենք, ցեղս գալիս է, դե ցեղասով է Սերո, պապիկը Սերոն Խանզադյան, հորաքույրս Էդիկը Քյոսյան, քերիս Հոկին Լուիս դառնա, դե մի 10-12, ասեց ոնց, ասի շաբաթ օրը ներկա, հա? Մաման, բա։ Մաման։
Քո մամանը։ Ջանին մեռնեմ, բա մաման ոնց կարա չել։ Չէ, դու թվարկեցիր։ Չէ, բոլորը։ Այո։ Դե ասեց ոնց։ Ասի Էմա ջան, գնա շաբաթօրը։ Գնա պատրաստվի։ Ասի։ Ես հիշում եմ կարմիր շորեր։ Ամսի 7-ին Ես Մարսելից, ասեց ես էլ եմ։ Ես Մարսելից, ուրեմն ես Մարսել էի համետների։ Գիտես ինչեր եմ բերե։ Գիտես։ Արա երթվում եմ ամենա ֆեշ Ճիշտ է։ բանով խանութից վիտրինայից շորեր եմ հանել։ Ճիշտ է ասում։ Այսպես հաթաթ հանել եմ։ Դե շատ Կորում է հետո այդ ամեն ինչը։ Չէ, ոնց է կորում։ Ես է գարչիշնի պիջակով։ Չէ, իրերը նկատի Ջինսի չունեն։ սառոջկայով։ Ջինսի հորաքույրը սենց արեց Էդիկին, Էդմոնդ Գարիգինիչին ասեց հորաքույրս մի քիչ ուզում էր սմոկի։ Ասեց սա խայտարակություն է։ Էդմոնդ ասում Սևան ես ինչ անում։ Սա խելագար է։ Ջինսի սառոջկով Էդիկը սենց արեց տոշնի արամչով։ Այդ ջինսի թակի գալստուկը կապի, ջինսով գնացինք հարս ուզելու։ Всё։ Ասի ըհը։ Էմանը կարմիր շորեր հագե։ Այսենց կարմիր գույնի շորեր երկար։ Եկան գիտես ինչ քեֆ անեցինք։ Կինո պատմել։ Ու առավոտը 7-ին մենք գնացինք Բուլղարիա, ես փող չունեի։ Ունեի $50 փող, $50, որը մի շաբաթ պետք է կարողանային կապրենք։ Հյուրանոց ամեն ինչ կար, մեր լավ ընկերներ կազմակերպի, Աստված հոգուն լույս իջացնի Արմենը Բադեյան։ Երկի թատրոնը ինձ լավ ընկերներ, երկի թատրոնով տարավ $50 փող ունենք, այդ $50-ը կոֆեով պրծավ։ Դե ինչքան կարս բանանես գուշ։ $100 պարտ կարեցի Արմենից Ճգնավորյան։ Դե հա, ասի Արմեն ջան, կգանք Երևանում։ Ասես տիշտո Արամ ջան, ասես։ Ետ պրոբլեմ։ Հարց չկա, արասին նոր ասի փսակվել ենք։ Ու Բուլղարիայում եկանք Հայաստան, հասկացանք, որ եմիկս արդեն ավիկովս։ Այդ էս մեր Այս ինչ կինո է։ Նա ես գիտես քան անգամ եմ պատմել, բայց այս անգամին պատմելը քու է լրիվ ուրիշ է։ Շատ անգամ շատ արագ եղել է, շատ արագ անցել եմ, որտեվ ասել եմ արել լավ էլի։ Չի պատկերացնում Հերմինեն արագության որ չափի մասին է խոսքը։ Մի քանի հարցազրույցը տեսել եմ։ Հիշում ես որ մի օր Էդ եմ ասում, ասեց կպատմեք։ Ասեց վայ կպատմեք ինչպես եք ծանոթացել։ Իսկ մենք արդեն Հերմինե թիվ ու սահման չկա։ Չի ասեց, իսկ ես հիմա ուզում եմ, որ Արամոն պատմի Էմա եւ Արամո եւ Էմա Պետրոսյանների, արա տեց, որտեվ Պետրոսյան չեմ ես։ Ասեց Արամո եւ Էմա Պետրոսյանների բան ոնց են ծանոթացել, կպատմեք։ Արդեն վատել։ 3-4 վայրկյան տևեց։ Այս ինչ որ պատմել եմ 4 վայրկյանի մեջ եմ պատմել։ Ակո արև, ասա Էմա։ Արագացրած, այն որ շատ արագացնում ես, խոսքը, ինչպես է հնչում, այնքը այտենց։ Ուրեմն 89 թվականին երբ որ մենք եկան նման ինքնա ես իմ մեջ կարող էր շնորհակալություն։ Հաղորդումը ավարտվեց։ Լավ, ինձ մի բան է հետաքրքիր։ Այս հիշողությունները ֆանտաստիկ են, երբ որ իրենք ունեն այս տրամաբանական շարունակությունը եւ մենք հիմա նստած դրա մասին խոսում ենք։ Դա էլ ավելի արժեքավոր է դարձնում այն պատմությունները, որը պատմում եք։ Բայց ինձ հիմա մի հատ էմոցիոնալ կողմն է հետաքրքիր։ Այն որ սիրում եք միմյանց, հասկանալի է եւ ձևափոխվում է, վերակերպվում է, խմբագրվում է եւ այլն, բայց սիրահարվածություն կա այս տարիքում, այս ամեն ինչից հետո, այդ սիրահարվածության սերը կա, բայց սիրահարվածություն չկա, չէ, սեր կա, եթե սեր չլինի, ես կգնամ։ Չէ, նայ անիմաստա մնալը, եթե մեկին չես ընդունում, այդ սերն է պետքա լինի, պետք է լուր գնաս, կամ ինքը գնա կամ բանը։ Գիտեմ որ կա, իսկ սիրահարվածությունը, որը շատ հետաքրքիր երանգ է հարաբերում։ Էման մեկ-մեկ չի նկատում, գործանելուց կամ ինչ-որ խոհանոցային կամ ինչ-որ բան, ես անսողիկ գալի կամ ասում եմ, ինքը չի նկատել։ Ես մեկ-մեկ այն հայացքով եմ նայեմ իրան։ Ոնց որ ես իրան 34 տարի առաջ նայել եմ, այտենց հայացք սկսում եմ կողքից ինքը չի զգում։ Կարող է ինքը զգում է, չի ուզում, բայց եղել է։ Բայց տենց մի քանի անգամ եղել է այդ հայացքով գցել ու գնացել եմ հեռուստացույց նայել։ Իսկ կա կարիքը, որ այդ նույն հայացքով նայի ինքը ձեզ։ Ինքը կարծում եմ նայում է, ես։ Հա, կարծում եմ։ Կարծում եմ նայում է եմուլը։ Լավ, ձեր համար, ձեր պատասխանը հասկանալի է ինձ համար։ Ես Էմային էլ կուզենայի լսել։ Կա այդ զգացումը, թե արդեն դա մտել է սիրո պահարանի մեջ։
Ինքը կյանքը անընդհատ մեզ տարբեր ալիքներով փորձության ճանապարհներով է անցկացնում եւ այդ բառն էլ է շարժվում, փոքրանում, մեծանում, նոր գույներ ստանում, նոր ձայներ վերցնում իր մեջ։ Միանշանակ չի, երբեք միանշանակ չի եւ երբեք չես կարող ֆիքսել պահը։ Դու միշտ պահի մեջ ապրում ես այդ վարքյանը եւ չես հասկանում ինչ է վերնագիրը այդ պահի։ Այդ օրվա, այդ պահի վերնագիրը, ինչպես գրքի վերնագիր, ինչ վերնագիր ունի։ Հետո ես, երբ որ հետ ես նայում ժամանակին, հետո ես սկսում հասկանալ իսկ ինչ վերնագիր ուներ։ Դրա համար ես սիրահարված բառի, որպես բառը, որպես վերնագիր չեմ կարող բոլոր էջերի վրա նշել։ Չեմ կարող, որովհետև ինքը շատ ավելի կարևոր էջեր ունեն, քան սիրահարվածությունը։ Ինքը էմոցիա է։ Իսկ այ փոխակերպումները, որոնց էջերում որ գրվում են, իրանք շատ ավելի են, քան սիրահարվածությունը, որտեղ իրանք նույնիսկ դու ինքդ չգիտես, թե այդ ինչի մասին է, բայց գիտես, որ դու ապրում ես ինչ-որ ապրում ես կոնկրետ մարդու համար եւ քեզ շատ կարեւոր է իր լինելը։ Այս փաղակ շանքա դրա անունը, թե ինչա, ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Դրա համար սիրահարված կոնկրետ բառի նշանակությունը այս պահին եթե թույլ կտաս։ Իհարկե։ Շրջանցեմ։ Իհարկե։ Մի հարց եմ ուզում տալ, որ ինձ թվում է շատերն են ձեզ ուզել այդ հարցը տան, բայց երբեք գոնե թերևս ես չեմ լսել, որ տված լինեն, որտեղ իրականում շատ լավ հարց չի եւ շատ ուղիղ հարց է եւ մի քիչ նույնիսկ մտածում եմ ոնց ձևակերպեմ, որ եւ տամ այդ հարցը եւ չնեղացնեմ, բայց ինձ իսկապես հետաքրքիր է, իսկ ես հակված եմ անկեղծ խոսել։ Սիրով դուր առանց լավացել որ չեք բաժանվել։ Նա շատ նորմալ հարց է տալիս, շատ նորմալ։ Եվ շատ ճիշտ տեղին հարց է տալիս, շատ։ Որտեւ ինքը չէր կարող չգար, չմտներ մեր կյանքի մեջ։ Մեր սատանան չփորձեր այդ փորձությանը։ Այո, բացառված բան է, որ որևէ մարդ չի կարող ապրել առանց այդ հանդիպման այդ երևույթի հետ։ Եվ դու ուզում ես ինչ։ Մարդը ինչ է ուզում։ Երջանիկ լինել։ Ես մի քիչ առաջ ասեցի հետ։ Դու այդ վարքյանին դու չգիտես ինչ է երջանկությունը։ Որտեվ հետո ես ֆիքսում։ Հա։ Այդ վարքյանին դու ապրում ես ալիք, որը քեզ շատ հաճույք է պատճառում։ Շատ տաքություն է տալիս։ Ու դու ասես այս է երջանկությունը։ Բայց հետո դու չես կարող օրը 24 ժամ այդ ալիքի մեջ գտնվել։ Խելագար ես ինչ ես, կարող։ Անհնար է։ Ճիշտ է։ Չէ, դու մարում ես դա։ Իհարկե։ Մարում ես, դու քնում ես, մոռանում ես, ուրիշ մարդ ես տեսնում, հեռախոսը զնգում է, գնում ես հաց առնելու։ Կյանքը շեղում է քեզ ամեն վարքյան։ Եվ դու չես կարող ասել ու այսինքն հետո գնահատականն ես տալիս իրա։ Ու այդ գնահատականի մեջ որ ունեիր այդ պահը, ուզում ես հասկանաս արի բաժանվենք, արի։ Ինքան հեշտ է։ Վերջակետ դրեցինք ու գնացինք առաջ։ Բայց չէ, այդքան հեշտ չի էլի։ Չէ, իմ ջան, տենց հեշտ չի։ Չէ, ճիշտ հասկացի, վերջակետի մասին եմ խոսում։ Հա, վերջակետի մասին է, բան չասի։ Հա, դրեցին ու գնա առաջ։ Դնում ես ու գնում ես առաջ։ Չեմ ասում պայքարների ձևերը։ Լինում է, երբ իսկապես անհնար է, դադարում է մեկը մյուսի համար կյանքը։ Դառնալ մեկ ամբողջ։ Այս դեպքում այո։ Այո։ Ես կարծում եմ, որ շատ անգամ շատ ընտանիքներում ասում եմ երեխաների խաթր բան չլինի, ոչ, հենց դա մեծ ճնշում է երեխեքի վրա եւ մեծ սպի է թողնում։ Ավելավա բաժանվել շատ հանգիստ, եթե
ինչ-որ բան սխալ է ներսում, եղել է ինչ-որ հիմա մի բան սխալ է, դա ամեն ընտանիք ունի իր պատճառները եւ միլիոնավոր, միլիարդավոր խնդիրներ կան, մի խնդիր չի, այդ բաժանումը, միլիարդ։ Ես գտնում եմ որպես բանականություն ունեցող մարդ, որ պետքա կամ կինը պետքա հեռանա, ուղղակի թողնի, տղամարդն էլ թողնի կնոջը, կինը, եթե պետքա բանանեն, եւ չմտածեմ, որ երեխեքը ոնց, նրանք կարող են, եթե դուք ճիշտ ուզում եք տակ այն մոդելը, որը կա, պետքա երեխեքը շփվեն, երեխեքը շփվեն ծնողների հետ, կապ չունի նրանց բաժանումը, որտեվ հայրը մնում է հայր, մայրը մնում է հայր։ Հիմա դրա հակառակն եք ասեմ, նայած հայր, նայած մայր։ Դա է կա։ Եվ կա համատեղելի եւ անհամատեղելի, ապրես։ Դրա համար ես բաժանումը ցանկանում եմ, որ բաժանում չլինի։ Հիմա նայ, մեր 34 տարվա մեջ հիմա այդ մեր ընտանիքի ճիշտ ինստիտուտի մոդելն է կանգնած, որ մենք հարգում ենք միմյանց։ Չեմ ասում սերը չկա, բայց այն բուրըն, որ ասեցի, հարգանքը եւ պետքա ներողամտություն լինի։ Փորձես հասկանալ, ըմբռնել, որոշակիորեն վերլուծել ու հասկանալ, որտեվ ընտանիքից կարևոր բան այս կյանքում չկա, որտեվ ես մեկ նայում եմ այդ մեգա աստղերին հոլիվուդյան, արա ոչ մեկ երեխեք շատ քիչ ունեն, բոլորը որդեգրում են, բոլորը բաժանվում են։ Ասում եմ լավ, այդ ֆինանսները ունեք, այն չի էլի, որ դղյակներ ունեք տարբեր երկրներում եւ ֆիլմերից մեծ հոնորարներ եք ստանում համերներից, ամեն ինչ ձեր կյանքը աղախիններով, հյութը մի հոգի է լցում, գինին մի հոգի է լցում, մեկը բերանը բացում է այս կեր, մեկը մասաժ անում, մեկը աչքերը տա թարթում, ասում է ես կթարթեմ քու փոխանեն, դու մի թարթի, անհոգ ապուշի պես ապրում եք այդ լիության մեջ, բայց մենակ են, չունեն ոչ մեկ, չկա մեկին, որ այսինքն կնայի կամ կասի սիրելիս ինչ ես պատրաստել, ասի քո սիրած ուտեստը, կարող է ինքը չգիտեմ, աշխարհը շուր գա, հասարակ բան է ուտեստը ինչ աղցանա պատրաստել, լավ գիտի որ սիրում է, կամ կնոջ կամ տղամը, դա մի հատ երջանկություն է, որը սիրով է արված։ Ես ցավում եմ դրա համար եւ չեմ ուզում, որ ստատիստիկայով ես ոնց որ հասկացա Հայաստանում մի քիչ բաժանումները շատ են։ Ես չեմ հասկանում այդ շատ երիտասարդ տարիքում էլ, ասում եմ 18 տարեկան տղան է, 17 աղջիկը կամ 10, արա դե 19-ը դա երեխա է, դու 25, 26 դա նոր կյանք մտնի, նոր հասկանա մի քիչ այդ լավ ու վատ սևն ու սպիտակը կարողանա հասկանա նոր բան անեն։ Ես չգիտեմ, ասում են դե մեր այն ժամանակները ուրիշ ա եղել, մթնոլորտը այն 70-80 100 տարի առաջ լրիվ ուրիշ աշխարհ ա եղել, որ 18 տարեկանում 17-ում այո, ամուսնացել են ուրիշ։ Դրա համար այդ բաժանումը շատ ցավալի է, ահավոր է, ես շատ բան եմ անում, որ երիտասարդներ կան, ասում ամուսնացան, բաժանվեցի։ Արա երբ ապրեցիք, որ պետք է բաժանվեք։ Հիմա դե հաստ է, էլի։ Ինչ եք տեսել, որ բաժանվեցիք, որ հաստած ինչի ես բաժանվե, որ ասես բալիկ ջան, մտածա, ինչն է դրթե, որ դու բաժանվես ամուսնուցդ կամ դու տղա ջան։ Ես չգիտեմ ինչ պատասխան են տալու։ Ինչ լուրջ պատասխան պետք է լինի։ Ցավում եմ եւ ուզում եմ, որ մեր ազգը այնքան ամուր լինի, ընտանիքը այնքան ամուր լինեն երիտասարդներ ջան, խնդրում եմ, եղեք սիրով իրար հետ եւ կինը թող հարգի տղամարդուն, այո լինի կանացի եւ հայուի պես տիկին լինի եւ տղամարդը լինի կնա մեծար։ Այո։ Այդ ամենակարևոր բանն եմ ասում, ոչ թե կնամոլ, այլ կնա մեծար։ Եվ իհարկե մեր զրույցը ամբողջական չի լինի, եթե մենք չխոսենք մշակույթից, արվեստից, ստեղծագործություններից, դա աղանդերի շուրջ։ Վայ, ուզում եի ասի, Հերմինե, կարող է մի հատ սուրճ խմենք։
հենց հիմա միայն ասեք էսպրեսո թե ամերիկան։ Արևը Շատ հաճելի է տեսնել, որ առանձնատները, սեփական տները սկսել են ուշադրություն դարձնել իրենց հին տանիքներին։ Հատկապես խոսքս ասբեստից կտուրների մասին է։ Մենք գիտենք, որ ասբեստը իր տեղով չարիք է եւ շատ մեծ վնաս մեր առողջությանը։ Եվ հենց դրա համար, իմ սիրելի գործընկեր, կտուրը եմը առաջարկում է ամբողջովին փոխել ձեր կտուրը նոր թիթեղյա տանիքներով եւ ամբողջովին ազատում է ձեզ երկար, բարակ թղթաբանությունից, որը միշտ հոգնեցնում է եւ նույնիսկ ճանապարհի կեսին ասում ես դե բավական է, այլևս չեմ ուզում այս թղթաբանության մեջ մտնել։ Եվ հենց դրա համար դուք կարող եք պարզապես զանգահարել 8128 կարճ հեռախոսահամարով, կտուր EM-ի պրոֆեսիոնալ աշխատակիցները կլսեն ձեզ, կկազմեն ձեր փաստաթղթերը, կդիմեն եւ կստանան հաստատում բանկից, որպեսզի կարողանաք նաեւ ձևակերպել ապառիկ գնում։ Դե ինչ, առաջարկում եմ զանգահարել 8128 կտուր EM։ Պատրաստելու եմ գինով բեզե, չզարմանաք։ Այո, ճիշտ լսեցիք, գինով բեզե։ Ինձ անհրաժեշտ է 250 գրամ շաքարավազ։ Ես վերցրել եմ Armenia Wine ընկերության Երևան կարմիրը, արենի եւ կարմրահյութ խաղողների բլենդն է եւ ավելացնում եմ շաքարավազի վրա։ Սոուսը պատրաստ է գինով եւ շաքարավազով։ Հիմա պետք է թողնենք անպայման սառչի։ Մինչ գինով սոուսը սառչում է, ես պետք է հարեմ արդեն 3 ձվի սպիտակուց։ Երբ սպիտակուց արդեն հարել ենք, ավելացնում եմ գինով սոուսը, պետք է սառը լինի։ Ժամանակն է մատուցելու, կարող եք մատուցել ինչպես ցանկանում եք։ Ես այսպես մեծ ափսեի մեջ եւ հատապտուղներով եմ մատուցելու։ Արվեստի գործը գնահատեք, էլի մի հատ գնահատեք։ հրաշք։ Վայ լավ էլի։ Կարելի ուտել էր։ Հե մեզ ինչ է սանում։ Սա գինով բեզե է։ Վայ Հուսամ, ված չի ստացվել։ Վայ էս Հուսամ ինչ է սանում։ ուրախացնի մեզ։ Ջան։ Արա սենց հայուհի, արա սենց աղջիկը լստեմ նայ։ Որ խնդրեմ իմ ափսերը։ Կատան ոնց չեմ տա ցավը տանեմ։ Բաներ ասեցիք ուզում Դե մի հուզվի ճիշտ։ Արա Պատի ճիշտ ասես մարդուրեն ես էսի։ համաձայն։ Ասվա չի ես ավաչի, արի ինչից ես ամաչում։ Լավա պատի ասես լավա։ Վախ ինչ համով սուրճ է։ Հա։ Ասմա համով սուրճ, էլ փորձի։ Ինչ համով սուրճ, էլի ամերիկանու է։ Բայց Հերմինեի Հələ փորձի։ Հասկացար։ Էման լավ գիտեշի թխվածքներ ու բան ոնց է էման։ Իսկ աղանդերը իմ թույլ կողմն է, ես պետք է գամ ձեզանից բաղադրատամսեր վերցնելու։ Էմոն։ Հետաքրքիր է ստացվել գինով։ Շատ համով է։ Ուրեմն մի բան պատմեմ։ Այո։ Միշտ հիշում եմ։ Սետրակին հիշում ես։ Այո։ Համով Իհարկե։ զրույցի մեր լավ սետրակը։ Բարեկամ։ Իմ հարազատ մարդ, քրոջս ամուսինը։ Օ, սետրակը ձեր քրոջ ամուսինն է։ Գնացել ենք հաղորդման։ Հրաշալի հաղորդում էր կազմակերպել, եթե հիշում ես, չէ՞, ասենց պատրաստում էիր զրույց եւ այլն շատ ասենց եղարվեստորեն եւ շատ հետաքրքիր եւ շատ ինչ որ բան եմ թխել։ Կարծեմ տորտ գարուն։ Դիսնա։ Ինչ որ մի բան տենց։ Ես ինձ հրավիրում եմ ձեր տուն, ձեր Այո, շատ ճիշտ ես անում։ Բաբանը մանդարինը ելակով տու։ Ուրեմն դրել ենք գազօջախը, ցուրտ տարիներն են եւ սպասում ենք, որ պիտի թխվի։ Այո։ 3 բան էինք պատրաստում։ Մի հաղորդման մեջ կա։ Վարվեք, չէ, ինչ է։ Չէ։ Ու նստել ենք հաղորդումը, նկարում ենք, խոսում ենք, զրուցում ենք։ Ամոթ ես, բայց ուղեղս ամբողջ այն ուղղությամբ է։ Սկսում եմ, որ ոչ մի հոտ չկա։ Ասում եմ, ինչ։ Համիացրած չի եղել։ Ապրես։
Գնում բացում ենք, մեկ է տեսնում ենք չենք էլ միացել։ Ինչի հիմա հիշեցի, որովհետև ամեն տեղ չէիր կարող համով պատրաստելու մասին զրուցել, համով թխվածքների շուրջ խոսել եւ Սեթրակը այն մարդկանցից էր, ով առաջինը բերեց այդ մշակույթները հեռուստատեսություն, խոհանոց հեռուստատեսության մեջ, ինչը որ իսկապես շատ կարևոր բան դարձավ, էլի։ Հետո շատերը սկսեցին, բայց համեղ ուտելիքը իսկապես շատ կարևոր բան, շատ կարևոր։ Միացնում է մարդկանց, այո, համաձայն եմ։ Շատ կարևոր է, ես էլ եմ շատ սիրում։ Էմա ջան, ուսանողներից եմ ուզում խոսել։ Այ գիտես ինչ ուսանողներ ունի։ Այ շատերը ասում են, այսօրվա Չէ, ով ասում։ Խնդրում եմ, էլի, այդ կարծրատիպերը լավ էլի ցավը տանեմ։ Ֆանտաստիկ երեխեք ունի։ Նարեից ցավը տանեմ, այդ ինչ բալայա նարես։ Ման բոլորը։ Մարիամը, հա, բա գնում եմ դասերին, բան չեմ անում, նստում եմ դե մի քիչ բան։ Հաստատ բան չեք անում։ Չէ, մի խորհուրդ եմ տալիս։ խոսում եմ, որտեղ ոնց կարելի է չօգտագործել այդ շանսը, Այ գիտես ինչ սերունդա, գիտես ոնց են երգում ջազային ստանդարտներ, բա մեր կոմպոզիտորների երգերը ֆանտաստիկ։ Ասացիր երջանկությունը մենք ուրիշ ձևակերպման մեջ դրեցինք, չէ, երջանկություն ընտանիքի, բայց ես կարծում եմ, որ սա մի ուրիշ աշխարհ է, երբ մարդը ինքնամոռաց ապրում է իր վաստակիտությունը եւ ես երկու տեղ ես շտապում եմ գնալ անկեղծ, որովհետև ես հաճախ եմ իրանց ասում, ես գժվում եմ ձեր համար եւ կոնսերվատորիայի ուսանողներից եւ քոլեջի, բայց իրանք էլ են գժվում Էմմա Ալբերտովնայի համար։ Իհարկե։ Տարբեր աշխարհներ են, տարբեր տարիքային աշխարհների հետ եմ շփվում, իրենց հետ դասարանական համերգները որ կա, լրիվ կհասկանաս որն է ուսանողը, սաղ սև սպիտակի մեջ են։ Դասական սաղ, կամ շորն է սև, կամ նա սպիտակ շապիկ սաղ։ Ես շուտով կունենամ Մարտին Վարդազարյանի երեկոն կունենանք եւ քեզ կհրավիրեմ անպայման։ Երբ եւ որտեղ կուզենայի, եթե հնարավոր է բաց մարդիկ ես անպայման կխոսեմ։ Եվ Բաբաջանյանի քոլեջում մշտապես ունենում եմ դասարանական համերգներ, շատ եմ կարևորում հավաքել իրենց, մեկը մյուսից վարակել, մեկը մյուսից սովորել, մեկը մյուսից վարպետանալ։ Մի խոսքով այդ բոլորին այլ աշխարհ է եւ ես ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում, որ ես կարողանում եմ ապրել իրենց հետ եւ ապրեցնել իրենց նույնպես, վարակել գեղեցիկը, դաստիարակել մարդուն։ Նրանց ասում եմ, ես էլ ձեզ հետ միասին ամեն առավոտ 0 կետից եմ արթնանում։ Եվ նորից ինձ հավաքում եմ, սենց շարք շարում եմ շերտերս, ինչ պիտի հագնեմ, ինչպես պիտի ներս մտնեմ, ինչպես պիտի զրուցեմ, ինչպես պիտի փորձեմ չբարկանալ, եթե նույնիսկ կա առիթ։ Մի խոսքով, ամեն մեկը բերում է իր աշխարհը իր հետ, ամեն մեկը։ Եվ դու գործ ունես ամեն մեկի հետ իր աշխարհ տեղափոխվելու։ Ես եմ տեղափոխվում իր աշխարհ։ Որովհետև եթե չտեղափոխվեմ, ես չեմ կարող իրենից իրեն դուրս բերել։ Ես 40 տարվա մանկավարժի աղջիկ եմ եւ երբեք չեմ կարողացել հասկանալ, որովհետև ինքս չունեմ այդ ձիրքը եւ մղումը, եւ չեմ հասկացել մանկավարժների այդ ցանկությունն ու մղումը գիտելիք փոխանցելու եւ մանկավարժ լինելու։ Ինչ մղում է դա։ Այդ ինչ մոգական մի հատ ուժ է, որ մարդուն ստիպում է ամեն առավոտ տարիներով արթնանալ, ինքնակազմակերպվել, հավաքվել, ինքնադաստիարակվել ամեն օր, դասը սովորել, այդ ինչն է։ Ցավոք սրտի ես չունեմ այդ, ինձ միշտ ասել են, ես չեմ կարա։ Այդ ամեն մարդ չի կարող, գիտես։ Դրա համար ուզում եմ հասկանալ, այ ինչն է տանում դրան։ Հա, էլի ինձ էլ է միշտ հետաքրքիր, ճիշտ է, ասա դե ինչն է տանում։ Մադամ։ Անկեղծ չգիտեմ Հերմինե, անկեղծ եմ ասում։ Որովհետև եթե ես ասեմ նվիրում, դա քիչ է։ Եթե ես ասեմ
երգ դա շատ քիչ է, շատ, այնքան քիչ է չեք պատկերացնի։ Ինչ որ մի ստեղծագործություն, որը ամենաշատ 5 րոպեից հետո ավարտվում է։ Բայց ինչքան թելեր ու ինչքան բջիջներ ես հյուսում դու այդ երգին, ինչքան պիտի քեզ ինքնակրթես, որ կարողանաս երգը վերարտադրել, ինչքան պիտի կոմպոզիտորին ճանաչես, հեղինակին ճանաչես, պոետին ինչքան, որպեսզի կարողանաս վերարտադրել իր ամեն մի վանկի թրթիռը, ինչ էր ապրում այդ պահին։ Օրինակ, վերջին տարիներին ինձ բախտ վիճակվեց մի երգ, ձերքս անցավ, շատ պատահմամբ, երգը իր ոտքով եկավ մեր տուն։ Երգի հեղինակը Մետաքսեն էր, ինձ համար մի փառահեղ մեծ հայուհի, երգը կոչվում է ամեն մի կին։ Վայ, ֆանտաստիկա է։ Երբ երգը եկավ մեր տուն, ես պարզապես վերցրեցի իրեն կլավիորը, որովհետև ինձ թանկ էր երիտասարդ կոմպոզիտորը, ով նշեց ում ուսանողն է, Ստեփան Լուսիկյանի ուսանողն էր։ Ստեփան Լուսիկյանը մեր մեծագույն երաժիշտներից էր, մեր ընտանիքի ընկերը, բարեկամը եւ մի մարդ, այդ նախադասությունը ասում են անփոխարին էլի մարդիկ չկան, ես միշտ պրոցես եմ անում այդ մտքին, որովհետեւ ինձ համար Ստեփան Լուսիկյանի աթոռը որևէ մեկը չի կարող զբաղեցնել, այնպես ինչպես որևէ մեկի մեծանուն հայերից կամ աշխարհի լավագույններից չեմ ուզում շեղել միտքս Ստեփան Լուսիկյան անունը ինձ ստիպեց վերցնել տղայից նոտաները եւ վերջ հետո անցան տարիներ ու ես հիշեցի Հա մի 3-4 տարի անցավ եմ ջան ավելի շատ ավելի շատ մի 5 հա ես հիշեցի որ ինչ որ մի երգ եկավ մեր հասցեով եւ ես բաց եմ թողել ես շատ հարգանքով եմ վերաբերվում հատկապես եթե ինն են դառնում տեքստը հատկապես ու Մադաթը մեր գործընկերը տարիներ շարունակ մենք միասին աշխատում ենք հրաշալի գործիքավորող, կոմպոզիտոր եւ դաշնակահար ասեցի Մադաթ արի մի հատ նայենք էլ ես ասեց արի գիտես ինքը սենց մի հատ նոր բան դարձավ եւ հիմա ինձ համար երևի թե արդեն քանի տարի չկա մի բեմ որ ես առանց ամեն մեկին երկի բարձրանամ բեմ Եթե ես 2 երգ պետք է երգեմ, մեկը հաստատ ամեն մեկինը կլինի։ Որովհետև բացի նրանից, որ Մետաքսեի մասին է խոսքը եւ երգը ֆանտաստիկ է, այլ նաեւ ես ամեն անգամ ընդգծում եմ հայ կնոջը եւ փառավորվում եմ դրանից։ Ես դուրս եմ գալիս ամեն հայ կնոջից եւ նորից մտնում եմ որովհետև ամեն մի բառը երգի մեջ իսկապես դիեզերական է։ Այդ կնոջ մեղան, այդ կնոջ աղոթքը, այդ կնոջ ծնկելը, այդ կնոջ ինքը լուր իր մեծարանքն է անում։ Ոչ թե մեծարանքը որպես կին, չէ, այլ Մետաքսեի մի նոր կնոջ ձևա կերպում, հա, բառերով որ անգին է ինձ համար եւ գուցե մի քիչ շեղվեցի Չէ Համենայն դեպս եթե նույնիսկ շեղվեցիք շատ լավ տեղ շեղվեցիք հետաքրքիր սենց ինքը զուգահեռներ հետ գնամ դեպի ուսանողներս եւ ես երջանիկ եմ որ ամեն մեկին կարող եմ հաղորդել դա ես հաղորդիչ եմ նաեւ Եթե կարելի էսպես ասել, հա, փորձում եմ ինքս ապրել, ինքս երգել, ինքս ծամել բերանի մեջ ամեն մի բառը, որպեսզի կարողանամ իրենց հաղորդել ինչ պիտի, ոնց պիտի ապրեն։ Եվ նորից վերադառնում եմ այն վերնագրին, որը կոչվում է երջանկություն։ Շատ հետաքրքիր է եւ համերգների հետ կապված, հա։ Վերջերս դուք համերգ ունեցաք Պապլավոկում եւ ինձ թվում էր որ դա պիտի արդեն ցիկլի մեջ լինի եւ անընդհատ այդ համերգային շարքը շարունակվի։ Բայց ոնց որ այդ համերգից հետո նորից մի փոքր լռություն ա տիրում։ Երբ ունեք Չէ, չունենք այս պահին ինչ որ օր ֆիքսված, որ կարող ենք հիմա ասել ունենք այս ինչ օրը
Չեք հասցնում։ Շատ սպոնտան է ստացվում, գիտես Հերմինե։ Շատ սպոնտան։ Եթե նույնիսկ հին անից ունեցել ենք եւ կունենանք ոստա ապագայում, շատ լավ երեկոներ ենք ունեցել։ Շատ սպոնտան ինչ որ օր ենք ֆիքսել եւ համաձայնեցրել ենք բոլորս իրար հետ եւ ապրել ենք այդ օրը։ Մի քանի օր առաջ Ուլիխանյան ջազ ակումբում Նինո Կատամաձեի համերգին ներկա եղա, ճիշտ ասած լսում էի եւ հատկապես այդ այն օրերներ, որ պատրաստվում էի մեր հանդիպմանը ու դեռ Օրբելյանի օրկեստրից սկսած բոլոր ստեղծագործությունները, բոլոր կատարումները լսում էի, նայում էի ու անդադ մտածում էի, որ ինչքան է հիմա ինձ պակասում, որ օրինակ Արամոն այդ ձևաչափում ունենա իր համերգը որ էլի այդ մտքի ազատություն, այդ ջազի մեջ, այդ իմպրովիզացիայի մեջ, այդ երանգների մեջ, որ մենք էլի շանս ունենանք տեսնելու, լսելու, շոշափելու, էլ այդ ֆորմատում, որտեղ շատ հարմարավետ է իսկական ջազմենին վայելելու համար։ Հիմա ես կարող եմ սենց մի պահանջ ասել ներքին որպես ձեր արվեստի սիրահար, որ ցանկությունը կա եւ ես մտադրություն կա անելու, հա ինձ էլ այդ ֆորմատը դուր գալի։ Հա, շատ ձերն է, էլի։ Այդ փոքրիկ, այդ շատ փոքրիկ չէ, մինի բանը ինձ կամերային վիճակը դուր է գալի, որտեվ այդ մեծ դալիչներից բանից էդ էլ է լավ, էդ է իր տեղը ունի, բայց ես ավելի ես կամերային վիճակն եմ սիրում, դա Աստված, որ մի քանի գործեր կան, որ պետք է մի հատ վերանայեմ, ստեղ երգեր կան, որոնք գրել եմ շուտ, այսինքն ջազային ոճի մեջ է, պետք է իրան վերանայել ու հասկանամ ինչ մոտեցում պետք է տամ իրան երաժշտական, ինչ ֆորմա պետք է ստանա, եւ այդ համերգին ես համերգ ուզում եմ կայանա, շատ ցանկություն ունեմ, դե կապված է այդ երաժիշտների հետ, որտեվ այն երաժիշտներին հետ ում հետ ես ուզում եմ նվագեմ, ովքեր ինձ հասկանում են, ես իրանց հասկանում եմ եւ մի լեզվով եք խոսում։ Եկեք, հա, ավելի երևանյան քաղաքային լեզվա մտածողության մեջ ասեմ, մի բառից իրար լավ հասկանում ենք, մի ֆրազայից հասկանում ենք, այդ շատ կարևոր է։ Բանը նրանում է, որ շատերը քաղաքից դուրս են, գնում գալիս են, եւ պետքա անցնի, որ ես կարողանամ հարմարեցնել այն փորձաշրջանը, որ պետքա բնականաբար փորձարվի եւ որոշենք, որ օրը համերգ եւ այդ ամեն ինչը կայանա, որտեվ ես էլ եմ շատ ուզում, որտեվ այդ ուժը այդ հələ երգը կա, հələ չեմ հոգնել։ Չէ, ինչ, դեռ նոր երանգներ ենք սպասում այս ամեն ինչից հետո։ Հա, Աստված առաջ։ Այո։ Տեսնենք ոնց կստացվի եւ ես էլ եմ կարոտ է հանդիսատեսին իմ սիրելի շատ որի ես մտքիս մեջ տեսել եմ այդ համերգը։ Հա, հենց այդտեղ։ Ուլիխանյանում։ Հա։ Ուլիխանյանում եղել էր, մենք ահա էս որովհետեւ խոսել է, զրուցել է հանդիսատեսի։ Հա, մոտեց համերգը։ Հա, այդպես պիտի լինի։ Պետք է անմիջական զրույցներ եւ կարծում եմ, որ երբ որ ծրագիրը պատրաստ լինի, ես Վարդանի հետ Ուլիխանյան Վարդանի հետ կզրուցեմ, օրը կճշտեմ, դու բնականաբար առաջնայինը կլինես։ Ինձ հետաքրքիր է, Ավոն ինքն էլ երաժիշտ է, ձեր տղան, ձեր որդու մասին է խոսքը, բայց սովորաբար արվեստագետ ծնողների երեխաները ուզած-չուզած օժտվում են մի հատ ջիղով, որ նաև կազմակերպեն իրենց ստեղծագործող ծնողների կյանքը եւ ինքը հիմա դրա մեջ է, հիմա դրա մեջ է։ Հիմա ինքը դրա մեջ է։ Ավոն, հիմա ինչ որ մեր ձայներիզներն ա ուզե։ Ահա 5 հատ մեր ձայներիզներից ասի ինչ, պապ ջան ես գիտեմ։ Ասում եմ ինչ այս պետք է մատ առանձին չեմ անում ինչ սարքվի, որ անուններ ա տալի ես։ Ասում եմ բա հետո ինտերնետային այդ բանը շատ կարևոր է, որտեվ ասում եմ դու ոչ Facebook-ում կաս, ոչ Instagram, դու ինչ, ախր պետք է ասում եմ արա դե երգում եմ, պապ ջան հիմա ուրիշ հասկացում եմ որ ուրիշ հիմա ֆորմատ է, ես դե չկամ, ես ինչ է
իմ համար մի քիչ խորտ չի։ Մի Կարող է դա ասեք, ճիշտ է։ էլի, ձեր ստեղծագործությունները։ Չէ, ոչ թե, բանը, իմ համար ժամանակից ուղեցրից դուրս բաներ Չէ, են։ իմ համար խորտ է այդ վիճակը, որտեվ ես սովոր չեմ այդ ինտերնետային բաներին, կարող է սխալ եմ։ Բայց գիտես հիմա իմիջիալուս ի շնորհիվ ինտերնետի այս վարքյանին քեզ կարող է նայել եւ լսել ով ուզում ես։ Այս Հիմա ավիկը ավոն ինչ որ վերցրել է։ վարքյանին ինքը համացանցը թույլ է տալիս քեզ այս վարքյանին Հասկացա, այդ եմ ասում, հիմա ավոն վերցրել է այդ մեր երկերը, 4 CD-ին եւ ինչ որ բաներ է այդ ինտերնետային ինչ որ сайт չէ, չգիտեմ ինչա։ Ասեց կասեմ։ Դա այդ կարևոր բան է։ Ինտերնետ բառը ասեք, մնացածը մեկը Այ դրանով ազբաղված ես կանեմ պատժան։ զբաղված է նաեւ ծնողներին օգնում է ծնողներին։ Այո, մենեջմենթը շատ կարևոր է, այդտեղ մեծ գործ եք անում։ Լիքը ընկերներ ունի, որոնք դրա մեջ են եւ շատ հմուտ բան են էլի հենց։ Դե ժամանակի դե թողանի, ես ասի Ալուջան, ես հերու, դու ինչ ուզում ես արա, ինձ ասա ոնց ինչ, ես չգիտեմ ինչ։ Ես կանեմ։ Okay, դու երկապետ կտամ, դու ինչ ուզում ես արա։ Բայց եւ պլյուս զբաղված է իր ստեղծագործական բնականաբար։ Նոր ինչ որ չեմ ուզում անեմ, նոր պրոյեկտ է ինչ որ։ Այսօր մի հատ բան ցույց տվեց ինձ, ասեց Պապ ջան, հələ մատ ինձ ասա դաշնամուրով է սիրով, թե գիտարով։ Ինչ որ գործեր, որը պետք է ասե շատ բարդ բան ես ասում, ախր տարբեր բաներ այն, դաշնամուրը ինձ ավելի գրավեց։ Ավելի հասմա հա, թե գիտարը։ Ասե գիտարով էլ ված չէր այդ երաժշտությունը, որի վրա պետք է բան լինի, բայց դաշնամուրը ինձ ասի ավ ջան, դու պետք է քեզ դու որտե ես կոմֆորտ։ Դա ասма դժվար է։ Դա ասի մա թե թո մաման լսի մա իրեկով հասկանանք որ բանը լինի։ Ինչ որ պրոյեկտի մեջ է։ Ես երեկոները պատկերացնում եմ լրիվ։ Երաժշտության։ Չէ, ես էմոցիոնալ եմ։ Ես կտրուկ բանի մեջ չէ։ Ես կտրուկ բանի մեջ եմ, ես հա ինքը։ Հա, տարբեր է, լինում է որ շատ հանգիստ չեմ։ առողջ ենք քննարկում, լինում է որ ինքը քո հետ ավելի հանգիստ է։ Լինում է որ Արամոն այդքան հանգիստ չի քննարկում։ Ինքը քո հետ ավելի հանգիստ։ բազմանշանակ ասեմ քեզ։ Մի հատ ցավոտ հարց է։ Ինքը քո հետ ավելի հանգիստ է, քան ասա։ Չէ, բայց լավ բան է։ Չէ, ավոն իր այդ ավելի հանգի, իմ հետ մի քիչ չէ լավ է, բայց մայրը ուրիշ է։ Բայց այդտեղ կոնֆլիկտ ունեք։ Ավո է չէ։ Չէ, ձեր մեջ որ մայրը ուրիշ Չէ, հանգիստ է, կարևոր է։ Ես ուրախ եմ, բա իր այդ պատի ինը ես ով եմ։ Ինքը մաման է, ես ով եմ։ Ես լացս եկավ Չէ, մաման կարևոր է։ Հա, բայց ձեր տարիների Պապան էլ է կարևոր, բայց մաման մեկ է, մաման մնում է մամա։ Պապան մնում է հայրը մնում է հայր, որ ցավը տանեմ։ Բայց մեկ այրախու համար մերը մնում է մեր։ Լավ, վերջ։ Ջան։ Ինչու չեք նկարահանվում ֆիլմերում։ Հրավերի ասպասում։ Նա անկեղծ ասում ես գնալու է, չէ՞ եթե։ Այո։ Իհարկե։ Չեմ ուզում նեղացնեմ։ Լսի շատ անգամ ասել եմ բոլոր ընկերներիս ռեժիսորներին, բոլորին։ Ասել եմ ես ոչ ձգտում եմ ոչ գլխավոր դերի, ոչ երկրորդական դերի, մի մտածեք։ Դուք ունեք ձեր սիրած արտիստները, արդեն բարձր գիտեմ։ Հա նկարում եք այդ սիրած արապա։ Եթե կա մի փոքրիկ դեր, որտեղ ես կարող եմ համահունչ լինել այդ դերի հետ, ես այդ փոքրիկ դերում ես չունեմ այդ որ առաջ դու գիտես ես Արամոն եմ պետքա առաջի գլխավոր դերի ես եմ նրանք հետևից պետք է գան բան։ Ես այդ հիմար բաները չունեմ։ Լռություն։ Բայց չեմ խնդրում, խի խնդրեմ։ Մի քանի ֆիլմերում նկարվեցի դրսում։ Ստեղ էլ չեմ խնդրելու։ Եթե գտնում եմ որ պետք չի լինեմ, թող չլինեմ։ Կարոտում եք, բայց կինոհրապարակը։ Շատ եմ կարոտում, որովհետև դրա մեջ ծնվել եմ, դրա մեջ իմ կյանքն անց է։ Թատրոնը տարբեր են, կինոն ուրիշ է, թատրոնը ուրիշ է, բայց կինոն լավն է, կինո կարոտում ես։ Մի քիչ շատ բարդ process ամեն մի դերասանի արտիստի համար, որովհետև այդ դուբլերը չեղավ, բայց վիտոգի հետո որ ավարտվում է, մոնտաժում հետո գրում ունենես, ասում ես, առաջ է կարոտում է այդ նկարահանման պահերը թող շատ լինեն, էլի, այդ չիտկաները կամ փորձերը թող շատ լինեին։ Դե ամեն ինչ իր ավարտը ունի։ Ջան, ամեն ինչ իր ավարտը ունի,
լավ է որ լավ ավարտում, բայց կարոտում եմ ու էլ չեմ խնդրելու արդեն մի քանի տարի հետո կդառնամ 60 տարեկան էլ չեմ խնդրելու ինչի խնդրեմ տարիներ շարունակ խնդրել եմ ասել եմ դե երևի մյուս կյանքում լիքը ռեժիսորների դե վերևում կնկարեն երևի սպասում են ասում են հələ դու ապրի մենք ստե սցենար ենք գցում դու հələ պետք ես հələ ապրի հենց որ ժամանակը գա մենք արդեն հենց որ եկար ընդ կամերաներով քեզ կդիմավորենք դերդ կտանք սիրուն կնկարվես հիմա դու ես կինո նկարում կինո չեմ նկարում տեսա չեմ նկարում ճիշտ եմ ասում ես ուրիշ բան եմ ուզում ասեմ ուզում եմ բաժակ բարձրացնել ասա չեմ ուզում որ սա հնչի որպես ֆինալ խոսք կարա եւ հնչի կարա եւ չհնչի ուզում եմ քեզ առանց հուզմունքի եմ ուզում քեզ շնորհակալություն հայտնել եւ շնորհակալություն հայտնել քո ամեն մի հատիկի համար ինչ որ դու արել ես սա մեն այն չի որ սա քո հաղորդումն է ես տեսնում ու զգում եմ եւ հոտառությամբ զգում եմ ամեն ինչքան արժեքային բան կա ստեղ ինչքան ընդգծված է քո գեղեցիկի արժևորումը, քո կարևորի արժեքավորումը, քո մարդկանց նույնիսկ կրկնում շատերն են հաղորդումներ անում լիքը հաղորդումներ կան այսօր համացանցում լիքը բայց դու արժևորեցիր այսօր մեզ որի համար ես շատ ուրախ եմ այսօրվա կինոն ստացվեց Երջանիկ եմ Արամի ուզած կինոն այսօրվա ստացվեց եւ ուզում եմ ասել ամենակարևորը դա Աստված որ մեզանից ամենս յուրաքանչյուրս միշտ հիշենք որ պետք է նայենք եւ աչ եւ ձախ որտեղ այնտեղ որովհետեւ երկու կողմերում ունենք մարդիկ որոնք սպասում են մեզ եւ առանց որոնց չի կարող երկրագունդը պտտվել երկրագունդը անմարդ չի կարող պտտվել երկրագունդը առանց թիմ չի կարող լինել երկիրը չի կարող լինել առանց արժեքավորող ժողովրդի մարդկանց հասարակության ընտանիքների ես վերջացնելով ես միտքը ուզում եմ ոչ թե հնչեցնել Արամի ասածը շարունակելով, այլ ժամանակը շատ կարճ է եւ շատ արագ վազում է եւ ես իմ անցած ճանապարհով հասկացա ինչքան կարեւոր է եւ դու կարող ես մի բանը շարժել տեղից, գուցե թերի, գուցե ոչ ամբողջական, գուցե ոչ լիովին Մենք անցյալ տարի արեցինք Ռոբերտ Ամիրխանյանի երեկոն, դասարանական եւ ես չեմ կարող ասել բառերով, թե ինչքան բավարար եմ այն ամենի, ինչ որ արվեց։ Հետո Նայնե Զարեփյանի երեկոն, հիմա Մարտին Վարդազարյանի երեկոն, հետո Երվանդ Երզնկյանի երեկոն, հետո Արամոյի երեկոն, հետո իմ, այսինքն հետո քո երեկոն, հետո քո ճաշը, հետո մենք իրար պետք է բուժենք, Արժևորենք, մենք իրար պետք է բարձրացնենք, մենք իրար պետք է կարոտենք, մենք իրար պետք է գրկենք, միայն խոսքերով չի այս աշխարհը, եւ չեմ ուզում սխալ հնչեմ, Ես ունեմ եւ շատ լավ ընկերներ, որոնց շնորհակալ եմ շատ, որովհետեւ անցյալ տարի իմ կողքին էին մեր լավագույն ընկերները, որոնք կիսում էին մեզ հետ ամեն մի վայրկյանը։ Շնորհակալ եմ բոլոր նաեւ այն մյուս ընկերներից, ովքեր լուռ էին։ Բայց բոլորին ուզում եմ ասեմ, որ
մենք շատ պետք է մենք մնանք։ Շատ պետք է, եթե կարող ենք նկարել մեր կինոն, ուրեմն պետք է իրար ձեռքի բռնենք։ Որովհետև բավական է այդ դավաճանի միտքը, որ հնչում է ինձ շատ ցավ է պատճառում։ Մեր միջի դավաճանը մեզ շատ է խանգարում։ Ներողություն, որ հուզվեցի։ Այսինքն այնքան կարևոր խոսքեր են լսելու որովհետև համար։ Իրավունք չունենք իրար դավաճանելու։ Մեր երկրին իրար մեծարելու խոսքեր, իրար սիրելու, իրար կարևորելու, բայց ուզում եմ վերադառնամ ասել քո կենացը։ Ապրես։ Այսօրվա քո կինոն Այո, հիանալի։ շատ թանկ տոմս ունի։ Ճիշտ ես։ Եվ դա աստված, որ շատերը կարողանան ձեռք բերել տոմս քո ֆիլմի հերոսը լինելու, քո կերակուրը վայելելու եւ քո անկեղծության հետ շփվելու։ Ու քո ջերմությունը զգալու։ Այո։ Ապրես ջանիկս։ Շնորհակալություն։ Ապրես ջանս։ Շատ շնորհակալություն։ Հարստությունը հենց այս զգացումն է, որ մարդը կամ ունենում է, կամ չի ունենում։ Այս ամենակարևորն է։ Ես ես վերջերս մտածում էի երջանկության մասին, էլի, ու մի բան հասկացա, որ երջանկություն որպես այդպիսին գոյություն չունի։ Ունի մեր վերաբերմունքը կյանքի տարբեր իրադարձություններին։ Եվ հիմա այս ամեն ինչից ինչ որ մեկը կարող էր իրեն չզգալ երջանիկ, բայց ինչ որ մարդիկ, որ այս սեղանի շուրջ են, իրեն զգացին ծայրահեղ երջանիկ։ 100%։ Շնորհակալություն։ Քեզ շնորհակալություն ջանս։ Ջանիկս ապրես դու։ Ես էլ քեզ։ Ես իմ տեխնացությունը առաջարկում եմ ձեզ հետ ընկերանալու, չգիտեմ, դες բան անում է, թե չէ, ես մարդու տեխնացությունը առաջարկի, որովհետև մեծ սիրով։ Ես շատ հարուստ եմ այս պահին զգում ու այդ շատ էգոիստական է, որ ես ուզում եմ այս պահերից մենք էլի ունենանք։ Ապրես։ Ես ուզում եմ էլի ունենանք այս պահերը։ Էմ այդ խվածները այդ բանը, միսնա, այդ ես քեզ ասում եմ, բա շփվելու ենք, լիքը էսի։ Սա սկիզբը, ամեն ինչ իզուր չի։ Իզուր չի ամեն ինչ, որտեվ այն ժամանակվանից avo այդ կապը եղավ, բան լրությունը ոնց ասեմ։ Դու վերջապես դու մեր լուսատիտիկն ես։ Այո։ Մեր լույս տվողն ես, մեր avoյին։ Մեր ընկերությունը շարունակվելու է։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM